Ձելավ եկեք սկսենք, մի փոքր ուշացումով ենք սկսում, հաշվի առնելով այսօրվա իրավիճակը, որ կարողանան հասնել ճանապարհները իսկապես փակա, հուսանք որ դեռ կմոտենան։ Հիմա մենք շարունակենք այնտեղից որտեղ կանգ առանք, բնականաբար հարց ու պատասխաններով նաև առաջ ընթանալով, ասել էի, մտածեք ինչ հարցեր կա, կգաք երկասեք։ Եթե հիշում եք, ուրեմն մենք խոսեցինք առաջի մասը, ինչով չի որոշվում այդ ութբեկան սահմանը, երկրորդ մասը, որ դա որոշվում է Ուիլսոնի իրավարար վճռով, հիմա դելա, որ որոշվում է ինչ կարող ենք անել ընդհանրապես, նման ինչ-որ մի վճիռ կա։ Ուզում եմ հիշեցնել, որ միջազգային իրավունքի մեջ պարտավորություններ կատարելը ինքնին պարտավորություն է, այսինքն բազմաթիվ փաստաթղթեր կան, այսինքն Հելսինկի ակտը, որ ասում միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները, այսինքն բոլոր մասնակիցությունները պարտավորում են կատարել եւ այլն։ Խնդիրը նրա մասին է, որ եթե մենք կարողանում ենք ամրագրել, որ Ուիլսոնի իրավարար վճիռը դա միջազգային պարտավորություն է, հետևաբար կարող ենք պահանջել դրա ի կատար ածումը։ Հիմա, ոնց դա կարելի է անել։ Ուրեմն ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, UN Charter-ը, գոյություն ունեն հետաքրքիր երկու հոդվածներ, 34 եւ 35-րդ հոդվածը։ Սկսենք 35-ից, որ ասում է ՄԱԿ-ի որևէ անդամ կարող է անվտանգության խորհրդի կամ գլխավոր համաժողովի ուշադրությանը բերել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որն իր բնույթով համապատասխանում է 34-րդ հոդվածում վկայվածը։ Իսկ 35-ը տալիս է իրավունք բերելու անվտանգության խորհրդի ուշադրության ինչ-որ հարց։ Որ հարցը, որ ասում է 34-ը, հիմա վերադառնանք 34-ն ինչ ասում։ Նա ասում է, անվտանգության խորհուրդը կարող է քննության առնել ցանկացած վեճ կամ իրավիճակ, Դրանք շատ կարևոր է ֆիքսել, որ վեճ գոյություն ունի կամ իրավիճակ գոյություն ունի, որը կարող է հանգեցնել միջազգային դիմակայության կամ առաջ բերել վեճ, որոշելու համար թե արդյոք տվյալ վեճի կամ իրավիճակ շարունակել, կարող է վտանգել միջազգային խաղաղությունն ու անվտանգության պահպանումը։ Այսինքն, որովհետև մենք կարողանանք հարցը բերել անվտանգության խորհրդին, պիտի կարողանանք ոնց հարցը ֆիքսենք, ամրագրենք, որ նման հարց կա։ Հիմա այսօրվա իրավիճակը մենք ինչ ունենք։ Մենք ունենք շրջափակված Հայաստան, Թուրքիայի կողմից, բլոկադայի ենթարկված, որը միջազգային իրավունքի բլոկադան դա ռազմական, պատերազմական գործողություն է։ Այն անգլերեն war measure, պատերազմական գործողություն է։ Շատերին թվում է, որ եթե պատերազմը դա միայն կրակոցներն է, չէ, միայն կրակոցները չի, պատերազմը տարբեր ձևերով անդամ։ Հիմա ինչու է հնարավոր Հայաստանի շրջափակումը։ Հնարավոր այն պատճառով, որ ժամանակին Թուրքիան եւ մյուս երկրները չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները Ուիլսոնի իրավարար վճռի հետ կապված։ Այսինքն խնդիրը հետեւյալն է. այս շրջափակման իրողությունը Հայաստանին հնարավորություն է տալիս հարցը բարձրացնել անվտանգության խորհրդի առջև, որ անվտանգության խորհուրդը պետք է քայլեր ձեռնարկես, որովհետեւ այն ինչ որ անում է Թուրքիան վտանգում է խաղաղությունը եւ կայունությունը։ Բայց մինչեւ դա անելու համար մենք պիտի ունենանք այդ փաստաթուղթը, որի հիման վրա ոնց ասած մեր շահերը պետք է պաշտպանենք, որտեղ ասենք գնացինք անվտանգության խորհուրդ, բայց ինչի հիման վրա ենք մենք պահանջում Հայաստանի ապա շրջափակումը մեզ տրամադրելով այդ տարածքը։ Դրա համար մենք մինչև այդ, մենք հետևից ենք գալիս, էլի, մինչ այդ ուրիշ գործողություններ պետք է անենք։ Գիտեք, ՄԱԿ-ի մեջ գոյություն ունեն տարբեր կառույցներ։ Այդտեղ 6-ը մարմին կա, էլի, կամ 6-ը կառույց կա։ Որոնցից ամենահայտնին դա այդ գլխավոր ասամբլեան է կամ վեհաժողովն է եւ այլն, որ միշտ ամեն տարի սեպտեմբերին լինում է, բոլորը գնում են եւ ամենատպավորիչն է։ Բայց շատերը մոռանում են անվտանգության խորհուրդն է, որ իրավունք ունի, այո, կատարման համար պարտադիր որոշումների։ Այդ ասամբլեա կոչեցյալը ինքը որևէ ինքը տալիս է հանաձևեր, resolutions եւ recommendations։ Ինքը binding decision, այսինքն կատարման համար պարտադիր որոշում չի կարող կայացնել։ Մեկը որպես բարձրագույն քաղաքական մարմին դա անվտանգության խորհուրդն է։ Ձեզ հայտնի 15 անդամով, 5 անդամ մշտական եւ այլն, գիտեք։ Հիմա էլ Ադրբեջանը կարծեմ ինքն է գլխավորում անվտանգության խորհուրդը։
Այսինքն որպես ժամանակավոր անդամ, բայց ընտրվել է, չէ՞։ Իսկ ՀԱՊԿ-ն ինչ-որ գործունեություն անում է դրանում։ Ով։ ՀԱՊԿ-ն։ Հավաքական։ Չէ, ՀԱՊԿ-ն ՄԱԿ-ի հետ կապ չունի։ Չէ, ասում եք առանց ինչ-որ գործունեություն տարածվում է, անում է կոնկրետ այդ Հայաստանի լոկալ ենթարկվածը։ Չէ, ՀԱՊԿ-ն դա պաշտպանական կառույց է, ինքը ասում է, եթե կհարձակվեն իմ անդամներից մեկի վրա, ես կպաշտպանեմ։ Նա խնդիր ուրիշ է։ Ցանկացած կազմակերպությունը իր գործունեությունը խարես խմբա այդ կազմակերպության կանոնադրության վրա։ Ոնց որ ամեն ինչ ասեմ, հիմնարկություն։ Այ, ասենք կա կանոնադրություն, կարդում եք ինչ է։ Նա ոչ իրավունք ունի, լիազորություններ ունի պարտադրելու որևէ որոշում։ Ոչ էլ ասենք կարողություն ունի։ ՄԱԿ-ն է, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն է, միակ, այսինքն միջազգային կազմակերպությունը այսօր, որի անվտանգության խորհուրդը բոլոր անդամների կողմից, այսինքն երբ որ դու անդամակցում ես, ինչ է ընդհանրապես անդամակցել ՄԱԿ-ի, դա նշանակում է դու ճանաչում ես, ընդունում ես ՄԱԿ-ի կանոնադրությունը, այսինքն ինչ այնտեղ որ գրած է, ժամանակին որ կոմունիստ էին ընդունում, այդտեղ ասենք սենց էր, այդ երթման ձևը, որ ասում է ընդունելով, չգիտեմ, ծանոթ լինելով ՍՄԿԿ կանոնադրությանը եւ ծրագրին, նույնն է, այսինքն ծանոթ ես, դու ընդունում ես կանոնադրությունը, դառնում ես անդամ, եւ ինչ որ սրա մեջ գրված է, ոչ ավել։ Օրինակ այդտեղից մեկն է, մենք խոսացինք, որ ասում են ՄԱԿ-ի անդամակցությունը, օրինակ սահմանների ճանաչում, ՄԱԿ-ը չկա նման բան, այսինքն կարծում ես նման բան չկա, այո։ Թե մեր կապություն, բայց ասենք, եթե ՄԱԿ-ի անդամակցում ես, ինքն ստացվում է, որ ինչ որ տեղ դու քո սուվերենությունը, պետության սուվերենությունը կորում է, որտեղ դու համաձայնում ես այնպիսի մի կետերի, որ կարող է քեզ հակասում է, բայց դու ստիպված այդ կոմպրոմիսին գնում ես։ Եղավ որ սուվերենության մաս։ Այո, ինչպես ցանկացած վերպետական կառույց, երբ որ դու անդամակցում ես, դուք ու ինքնիշխանության մի մասը փոխանցում ես այդ կառույցին, այդ ձևը։ Չէ, շատ երկրներ, ես հիմա չեմ հիշում, Շվեյցարիան անդամակցեց թե չէ, բայց Շվեյցարիան երկար տարիներ ՄԱԿ-ի անդամ չէր հենց այդ պատճառով, որտեղ ասում էր, եթե ես անդամակցեմ, ապա ես իմ ինքնիշխանության մի մասը տալիս եմ ուրիշի։ Բայց դա ուրիշ խնդիր է, որ ի վերջո պիտի լինի մի կառույց, որը պիտի հարցեր լուծի, եւ նման կառույցները, երբ որ 19 թվականին, 1919 թվականին Ուիգրոիցը ստացավ Նոբելյան մրցանակ կառույցը։ Ինչի համար։ Ազգերի լիգայի իդեայի համար, որտեղ ինքը առաջ քաշեց, ասեց, որ պիտի լինի համաշխարհային կառույց, որը փոքր երկրներին հնարավորություն տա, իրենց շահերը պաշտպանել, տեղը դե որ գնաց բողոքեց։ Կյանքում էլ է, չէ՞ տենց։ Ասեք պատկերացեք փոքրերին ճնշում են։ Նա կարան ճնշեն, ինքը տեղ չունենա բողոքելու։ Այսինքն տեղ կա բողոքել, ասում են, երբ որ քեզ կճնշեն, դու կգաս այստեղ կբողոքես։ Անվտանգության խորհուրդ, որտեղ ստեղծան ոստիկաններն են։ Ատոմային զենքով երկրներն են, որ կարան գնան ու որ պետքա բռնեն ծեծեն։ Բայց նրանք դա բարձրագույն քաղաքական մարմինն է։ Հիմա մենք եկանք նրան, որ կամ ուրիշ մի մարմին, որը շատ այսպես գործունեությունը շատ հայտնի չի, դա բարձրագույն դատական մարմինն է, ՄԱԿ-ի, այսպես կոչված դատարան International Court of Justice։ Եվ այս երկու կառույցների որոշումներն է, որ պարտադիր են։ Այսինքն, ել եմ ասում, գլխավոր ասամբլեայի գործունեությունը շատ ավելի հայտնի լուսաբանվում է եւ դրա համար տպավորիչ է թողնում, բայց ըստ էության երկրորդ բարձր, այսինքն ոչ թե երկրորդ, այդ երկուսից մեկը բարձրագույն կառույցներից դա դատարանն է ՄԱԿ-ի։ Իր եւս 15 անդամներով։ Պարզապես ի տարբերություն պետություն չեն ներկայացնում։ Այո, ի տարբերություն, ասենք, բանի անվտանգության խորհրդի, որտեղ պետություններ են ներկայացված։ Այսինքն ասում են, այս 5 երկրներն են, սրանք էլ ժամանակավոր անդամներն են։ Եվ պետությունը ինքը որոշում է, տվյալ դեպքում իր ներկայացուցիչին դեսպանին նշանակում է։ Պետությունը կարա փոխի դեսպանին։ Իսկ դատարանը անհատներն են։ Այսինքն այնտեղ ընտրվում են X մարդիկ, իրավաբան այսինչը, չգիտեմ, նախկին դեսպան այնինչը, այդ ձևով, այսինքն անհատներ են։ Եվ պետություն չեն ներկայացում, թե բնականաբար չգրված օրենքներ կա, որ պիտի աշխատես որոշակի աշխարհագրական ներկայացվածություն ապահովել, որոշակի ինչ-որ փորձ պիտի լինի, չես կարող գնաս ինչ-որ 5 հոգի ենթադրենք մի երկրից բերես եւ այլն։ Ստեղ ինչով է կարևոր այդ բանը անկախ լինելը, որովհետեւ իրենք ուղղակի չլնելով պետական պաշտոնյա շատ ավելի անկախ են։ Ուրիշ բան, որ բնական է ամեն մի մարդ ունի իր անցածուղին, ազգային ծագումը, քաղաքացիությունը, ձևավորված հասցները եւ բնական է, որ ըստ դրա դա ազդում է իր որոշման կայացման վրա։ Բայց այնուհանդերձ ամեն դեպքում ինքը ուղղակի իր ամանի տակ չի։ Հիմա մեզ համար մեր երկը որն է։
որովհետև իմ խորին համոզմամբ մեր իրավունքները այսօր էլ ակադեմիայում հենց այդ հարցը քննարկում են, որտեղ ես երբ որ ելույթ ունեցա բաների մասին, պայմանագրերի մասին, էլի այդ հարցը, որ ինչի վրա է Հայաստան-Թուրքիան սահմանները որոշում եւ այլն եւ այլն։ Հիմա ռեալ նայենք, իրատեսորեն նայենք։ Ցանկացած վեճ, միջպետական վեճ կարող է լուծվի ըստ էության 4 ճանապարհով կամ դրանց համադրմամբ։ Դա քաղաքական ճանապարհն է, ռազմական ճանապարհն է, տնտեսական եւ իրավական։ Այսինքն ուրիշ ճանապարհ չկա։ Այսինքն սա է, որ բանն է։ Հիմա Ղարաբաղյան կոնֆլիկտը ցավոք սրտի գնում է քաղաքական լուծման ճանապարհով։ Իսկ քաղաքականության մեջ տարբեր գործոններ կան, այսինքն տնտեսական ազդեցությունն ավելի մեծ է, շահեր եւ այլն, դա այդ ճանապարհով է գնում։ Հիմա, երբ որ մենք համեմատում ենք մեր հնարավորությունները Թուրքիայի հետ, ակնհայտ է, չէ՞ որ այսինքն այդ տնտեսական, ռազմական, քաղաքական ճանապարհով մենք երբևէ չենք կարող ավելի ուժեղ լինել, քան Թուրքիան։ Եվ ով էլ որ ասում է, որ այ մենք նախ պիտի ուժեղանանք, որ այդ հարցը բարձրացնենք, պարզապես կամ ոչինչ չի հասկանում, կամ պարզապես հարց ուզում է թաղի, որտեղ ինքը լավ հասկանում, որ այդպես երբևէ չի լինի, էլի։ Այսինքն դու այնքան ուժեղանաս, այսինքն 3 միլիոնանոց երկիրը, չգիտեմ, ոնց է ուժեղանում, որ 70 միլիոնանոց երկրին ռազմականապես ճնշի կամ տնտեսապես եւ այլն։ Դա ակնհայտ է։ Հետևաբար, երբ որ մենք նայում ենք մեր հնարավորությանը, տեսնում ենք, որ հնարավոր ճանապարհը իրավականն է։ Մենք անդրադառնանք իր բոլոր դժվարություններին։ Եթե բայց այսպես բացասելով գնում ենք բացասման օրենքով, որտեղ նրանք մեր համար հեռանկարային չեն, գալիս ենք իրավական ճանապարհին։ Հիմա իրավական ճանապարհին ինչ պիտի անենք։ Մենք խոսել ենք, մենք ունենք փաստաթուղթ, որով այդ հողերը մեզան տրված։ Բայց փաստաթուղթը կայացվել է 20 թվականի նոյեմբերի 22-ին, հաստատ վիճարկելու են, հաստատ ասելու են, որ գիտեք, ժամանակ անցել, կամ չգիտեմ, էստոպելն է ներգործում, որ 20 տարի անկախ են եւ այդ հարցը չեն բարձրացնում, ասելու են մեկ ասելու է, որ Կարսի պայմանագիրն է, մյուսը ասելու է, որ հայ-թուրքական արձանագրությունն են, այսինքն ասելու են տարբեր բաներ։ Այսինքն դա մեջտեղ է գալու, որ դու գնում ես դատարան, պիտի կանխատեսես ինչ կարա լինի։ Ինչ ես անում այդ դեպքում։ Դու բնականաբար մինչև ոնց որ ասած գնաս անվտանգության խորհուրդ, պիտի այդ քո փաստաթուղթը, քո իրավունքները վերահաստատես։ Այսինքն ստանաս վերջնական պատասխան իրավազոր մարմնից, որ հանկարծ ոնց որ ասած սկսեն հակադրվել, դու բերանները փակես։ Ասես չէ, ձեր ասածները սուտ է։ Դա ո՞րն է։ Դա կրկնում եմ ՄԱԿ-ի արտադրության դատարանն է, որի ստատուտի կամ կանոնադրության 36-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով կամ առաջ-երկրորդ կետով նկարագրված է այն հարցերի շրջանակը, որը տվյալ դատարանի իրավասության մեջ են, ինչ հաս կարա քննարկի։ Որտեղ շատերին թվում է, ասում են, դե գնանք դատարան մեր հողերը ուզենք։ Այս դատարանը նման իրավասություն չունի հողեր տալ կամ չտալու համար։ Դապես որևէ դատարան նման իրավասություն չունի։ Դա միջպետական հարաբերությունների ոլորտն է։ Բայց այս դատարան իրավասություն ունի միջազգային իրավունքի ցանկացած հարց քննարկելու։ Սա շատ կարևոր է։ Կամ օրինակ պայմանագրերի մեկնաբանություն տամ, կամ փաստի առկայությունը քննարկելու, որի հետևանքով միջազգային, ասենք, պարտավորությունների խախտում է եղել եւ այլն։ Այսինքն մեր խնդիրն է, քանի որ մենք անդամ ենք այս դատարանի, որտեղ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները ստեցան անդամ եւ պարտավոր են իրականացնել։ Այս հոդվածի հիման վրա պիտի գնանք դատարան եւ իրենց լիազորությունների շրջանում ուզենք համապատասխան դատական վճիռ։ Այսինքն այդ մարդիկ պետք է նստեն եւ մի հարցի պատասխան տան։ Ոչ հողային պահանջատիրության, ոչ իրավունքների մի հարց։ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը այսօր ուժի մեջ է թե ոչ։ Վավերական է թե ոչ, այդ մի հարցը պետք է տան իրանց։ Երբ որ իրանք որոշումը կկայացնեն, ինքնըստինքյան դրանից բխում, այդ այս որոշումը ուժի մեջ է, իսկ այս որոշումն ինչ է ասում, ասում է, որ այս հողերը Հայաստանի Հանրապետության հողերն են, նշանակում է ինքնըստինքյան դատարանը դա հաստատեց։ Այդ դրանից հետո որ պիտի գնաս անվտանգության խորհուրդ եւ ասես, որ կա դատական վճիռ, որի որոշումը պարտադիր է բոլորիս համար, այդ թվում Թուրքիայի, Հայաստանի, չգիտեմ, անվտանգության 5 անդամի, բայց անդամներից մեկը Թուրքիան չի իրականացնում։
գիտեք, կա մի խորամանկ տակտիկա, որը չգիտեմ, թուրքերն են ներշնչում հայերին եւ այլն բան, դա այն է, որ թող որևէ մեկը չխառնվի մեր հարաբերություններին, հայ-թուրքական, մենք այդ մեր հարցերը կլուծենք։ Սրա մեջ մի շատ խորամանկություններ կա։ Առաջինն է, որովհետև երբ որ մենք մնանք մեր տարբեր կատեգորիաների երկրներ ենք, մենք երբեք չենք կարող այդ հարցը լուծել։ Առաջին, այսինքն մեզ պետք է արտաքին պարտադրանք Թուրքիայի նկատմամբ։ Երկրորդը նա է, որ հայ-թուրքական սահմանը իր իրավական բնույթով եւ քաղաքական բնույթով երկկողմ հարաբերությունների հարց չի, որովհետև ի տարբերություն շատ սահմանների դուք տեսնում եք, որ այս սահմանը, որ իրավարարվեցրով է լուծվել, Հայաստանի եւ Թուրքիայի վեճը չի եղել։ Հիշենք, որ այդ մեծ երյակներ, որ Սան Ռեմոյում դիմեց Ամերիկայի նախագահին, այսինքն Իտալիա, Ֆրանսիա եւ բրիտանական կայսրություն, այդ երեքը դիմեցին Միացյալ Նահանգներին եւ նա կատարեց որոշումը։ Անկամ Հայաստանը չի դիմել այստեղ։ Այսինքն նրանք են առաջնային հայցատուները եւ նրանք էլ հանդես էին գալիս բոլորի անունից։ Այսինքն որտեղ իրենք ոնց ասած դրանց կողմից լիազորված են։ Հետևաբար նաև դրա խախտում կլինի։ Դրա համար երբ որ 2009 թվականին հիշում եք արձանագրություններով մերոնք հաստատեցին սահմանը, այս zaman մի հոդված գրեցին, որ մենք իրավունք չունենք ոչ հաստատելու, ոչ մերժելու այդ սահմանը։ Հասկանում եք, դա երկկողմ հարաբերությունների հարց չի։ Միջազգային իրավունքը շատ հստակ է, նախկին պայմանավորվածությունը կարող է փոփոխության ենթարկվել, եթե ենթակա է փոփոխության իրավարարվեջը ոչ, բայց ենթադրենք կա պայմանագիր, միայն պայմանագրի անդամ բոլոր երկրների մասնակցությամբ։ Հակառակ պարագային մնում է գործող չմասնակցող երկրների համար նախկին օրենքները։ Վերցնենք շատ պարզ օրինակով ձեզ հայտնի, որ օրինակի համար դասագրքերում կարդում եք, որ Բերլինում ստիպեցին Ռուսաստանին, որպեսզի նա հրաժարվի այդ Ֆրանսիայում, որտեղ նրանք բոբոյ են, այդ ձեր չի բոբո չէին։ Պատկան միջազգային իրավունք, Ֆրանսիան եւ Բրիտանիան ասեց Ռուսաստանին, եղբայր մենք 1856 թվականին Փարիզով պայմանավորվել ենք բոլորս այդ հարցի շուրջ։ Եթե դու ուզում ես փոփոխության ենթարկես պայմանավորվածությունը, դու չես կարող մենակ Թուրքիայի հետ նստեք երկուսով անեք։ Բա մենք էլ ենք պայմանավորվել։ Ուրեմն կնստենք բոլորովս եւ դրա պատճառով էր, որ Սան Ռեմոն չընդունեցին, Սան Ստեֆանոն ենք ասել եմ Սան Ռեմոնը, Սան Ստեֆանոն չընդունեցին եւ գնաց Բերլին, որն էլ եղավ արդեն տարբեր բանով։ Այսինքն դրա իրավական հիմքը նա էր, որտեղ դա փոփոխության էր ենթարկում Փարիզի 1000 Ղրիմի պատերազմից հետո հիշում եք 1856 թվականի պայմանագիրը։ Հիմա քայլերը որոնք են, ես ասեցի, գոյություն ունի երկու ձև, երկու ընթացք, որ մենք կարող ենք հայցել վճիռ կամ որոշում։ Մեկը 65-րդ հոդվածի հիման վրա է, որը կոչվում է կոչեն խորհրդատվական իրավական հարցերը մակողում ինքը տալիս է խորհրդատվական կարծիք, advisory opinion։ Սա պարտադիր չի կատարման համար։ Սա անունն էլ ասա խորհրդատվական, բայց սա հայցելը շատ ավելի հեշտ է, որովհետև ցանկացած մարմին, օրինակ նույն կարող է դիմի։ Իսկ այնտեղ բաներ շատ կան, ասենք էկոսօգնական տարբեր հանձնաժողովներ, ՄԱԿ-ի ցանկացած հանձնաժողով, դու կարաս հանձնաժողովում հարցը բարձրացնես, ասես, որ ես ուզում եմ այս հարցը մտցնեմ եւ առանց Թուրքիայի համաձայնության գնա եւ այս մի բանը ստանաս։ Որովհետեւ մյուսը, որը չէ, սա ստեղերես։ Հա, 36-րդը, որը կատարման համար բան ասա, այս binding decision-ը, այստեղ պրոբլեմը ինչու՞մն է, որ Թուրքիան պիտի երկուսով, այսինքն դիմեք այդ հարցի վերաբերյալ, այսինքն այդ հարցի, որը բավականին բարդացնում է։ Ես դաման իմ առաջարկը եղել է, որ շատերն ասում էին, որ երբ թուրքերը հարցի ժամանակին մի երկու անգամ ասեցին, որ պետք է մտնել դատարան ցեղասպանության հարցի ճանաչման, ես կողմ էի։ Բայց միայն այս իրանքի որ ես չեն։ Այո, այսինքն ինչ հարց կա, կա դուք կասկածի տակ եք դնում ցեղասպանությունը, ես էլ եմ դնում, եկեք մտնենք։ Բայց
Ուրեմն պետք է նաև երկրորդ հարցը լինի, ցեղասպանության հետևանքների վերացման հարցը։ Նաև պետք է մտնենք միասին, տեսնենք այն վերացման փաստաթուղթը, իրավարար վճիռը ուժի մեջ է թե չէ, այսինքն մենակ այդ դեպքում ըստ էության ցեղասպանության ճանաչման ամբողջ տակտիկան նրա մեջ է եղել, որ սա կապեն պահանջատիրության հետ, այսինքն ինչ-որ հետևանքներ են ստեղծվում, հետևանքները վերացնեն, պարզապես այդ պայքարի ընթացքում, ինչպես հաճախ ալնում, թողոբոյի մեջ բուն նպատակը մոռացվում է, դա ինչ է, եւ գնում է ապշած էֆեկտը։ Այսինքն այսօր ոնց է, չէ՞, այսինքն որ ծուղ, գմփուններ, բաներ, այսպես աղմուկը շատ, այսինքն բայց բուն նպատակը տարժանակ մոռացվեց, որտեղ կարևորը աղմուկն ու ծուղն է։ Հասկանում եք։ Նույնն բանի մեջ է, այսօր ցավոք սրտի այդ հսկայական լոբիստական աշխատանքը, որը կատարվում է, դարել է հաճախ ինքնանպատակ։ Հիմա 36 եւ 65-րդ հոդվածների հիման վրա պետք է դիմել, դեռ ուրիշ տարբեր բաներ, օրինակ կարելի է իմ առաջարկը բավականին շոկ է, հա։ Ուրեմն տեսեք, ինչու է կարևոր այս հոդվածը, սա ՄԱԿ-ի կանոնադրության 33-րդ հոդվածն է, որի մեջ նշված են ցանկալի, այնօրով էր աղջիկներից մեկն էր հարցնում վեճերի լուծման, այսինքն միջպետական, ասում են էթնիկ կարծեմ վեճերի մասին, ու խոսքը սա արդեն էթնիկը չի, սա քանի որ ՄԱԿ-ի կանոնադրությունը միջպետական վեճերն է, եւ այստեղ նշած է, այսինքն հաշտեցում, միջնորդություն կամ բան, ասենք negotiation, այսինքն սովորական բանակցություն է, inquiry, երբ որ խումբ է ուղարկում փաստահավաք եւ այլն, mediation։ Հիմա տեսեք, մենք անդադ չփոխում ենք Ղարաբաղի կոնֆլիկտի, հաճախ կլսեք, ասում է թող եռյակը որոշի ոնց պետք է հարցը լուծվի։ Կամ եղբայր իրավասության մեջ չի, իրանք շատ պարզ միջնորդական առաքելություն է, mediation։ Իրանք որևէ լիազորություն չունի այդ եռյակը հարց լուծելու։ Ինքը միջնորդում է, որ հայերն ու ադրբեջանցիները գտնեն լուծումը։ Այդ շրջանակներում է տրված լիազորությունները։ Եթե տրվեր arbitration, այդ հարցը տարբեր ձայներ հնչում է, այդ ուրիշ է, արդեն arbitration-ը, ոնց էր ասած, պարտադրանք կա մեջը, դիմեցիր վերջացավ։ Բայց այնուհանդերձ, եթե տեսնում եք, այս թվարկածների մեջ իրավարարությունը այդ ցանկալի միջոցներից մեկն է կոնֆլիկտներ լուծելով, որտեղ ասում է, որ որոնեն լուծումներ այս ճանապարհներով, այսինքն մինչև ինչ-որ այլ գործողությունների անցնելը։ Հետևաբար, մենք ինչ ունենք այսօրվա վիճակով։ Իմիջիալոց սա 1947 թվականին, տեսեք, ուրեմն 47 թվականին ապրիլի 30-ից մայիսի 4-ը Նյու Յորքում գումարվեց հայկական առաջին համաշխարհային կոնգրեսը։ Այն որ Արա Աբրամյանը ոսկու ասում է առաջին, մի քիչ սուտ ասում, դա առաջինը չի։ Առաջինը սա է 47 թվին։ Ինչով է սա կարևոր։ Շատ հետաքրքիր է, ես որ ասում եմ մենք շեղվեցինք։ Երբ որ 47 թվին հայերը հավաքվեցին Նյու Յորքում, իրանք ցեղասպանության հարցը չդրեցին, որովհետև ասեն դա այն հարցը չի, որ այսինքն դնես ինչ տարբերություն։ Հայերին կոտորել են, այդ կոտորածը ջարդա, ցեղասպանությունա, 800,000 են կոտորել, 1,5 միլիոն են կոտորել, դա պատմական հարց է եւ իմիջիալոց թուրքերը լավ էլ այդ շահարկում են, որ անդադ ասում են, դա պատմաբանների հարց է, թող պատմաբաններն էլ որոշեն այդ հարցը։ Դա պատմական հարց է։ Երբ որ հայերը հավաքվեցին, այս այն ժամանակ է տպվել։ Արդեն հողային պահանջների հարցներ, եւ եթե նկատում եք այն ժամանակ սա որ գծվել է, հենց Ուիլսոնի իրավարար վճռի հիման վրա, որտեղ հստակ պատկերացում կար, որ հայերի իրավունքները խարսխված են Ուիլսոնի վճռի վրա։ Նույն սահմաններն են, նույն Ուիլսոնը եւ այլն եւ այլն։ Սա կարևոր է, 47 թվականին հայերը այդ ամբողջը հիշում էին։ Եվ մինչև 60-ական թվականները, եթե հիշներ հարցնեք ավագ սերունդին, իրանք ձեզ կասեն, երբ որ 65 թվականին ցույցերը եղավ Հայաստանում, առաջին մեծ ցույցերն են, որևէ մեկը չէր գործում ցեղասպանության ճանաչում։ Հստակ պահանջը մեկն էր հողերը։ Հողերը, դա է եղել լոզունգը, հողերը։ Այսինքն 65 թվականին դա է եղել։ Այդ հետո էր, որ այսինքն շատ բան փոխվեց։ Հետևաբար, ուրեմն
ամփոփենք ու անդրադառնանք արդեն ձեր հարցերին, ինչ որ այսինքն կունենաք։ Եզրակացությունները, մի շարք եզրակացություններ, մենք ինչ պետք է անենք, որովհետև դուք այն սերունդն որ դուք պետք է անեք եւ այլն։ Առաջինը, մենք պիտի պատրաստենք հնարավոր հարցերի ցանկ, իրավական հարցերի ցանկ, որոնք նախ ինքներս տարբեր խմբերով պիտի լավ հետազոտություններ կատարենք եւ հիմնավորումը տանք այդտեղ։ Այսինքն հարցեր, ենթահարցեր եւ այլն։ Բացատրեմ օրինակներով ինչ պիտի անենք։ Տեսեք, երբ որ գնանք դատարան, գալու է հարցը Կարսի պայմանագիր։ Չի ասել են, որ դուք Կարսի պայմանագրերով հրաժարվել եք։ Հիմա մեր պատասխանային պիտի լինի, ինչ որ ես խոսում եի, որ անօրինականա, որովհետև։ Հետևաբար Կարսի պայմանագրի վերաբերյալ մենք առնվազն մի քանի հետազոտություն կունենանք։ Առաջին, դա քեմալականների կարգավիճակն է 1921 թվականներին։ 21-ին, այսինքն արդյոք 21 թվականին ինչ կարգավիճակ ուներ քեմալականների շարժումը։ Հիմա սա անելու համար արդեն կա ենթակետեր, որ մենք պիտի հետազոտենք։ Այսինքն նույն քեմալի վերաբերյալ դատական ակտերը հենց նույն բանով Թուրքիայում կրոնական, այսինքն այդ պետվան քեմալի բարոյական կերպարը, սա շատ կարևոր է, այսինքն կարար արդյոք լինել այդ բանը, այսինքն դա քեմալականների կարգավիճակը, բայց այդ կարգավիճակը մենակ չեն կարող դիտարկել, մի փոքր էլ առաջ պետք է գնանք, եթե հիշում եք, ստեղծվել են բանից առաջ, Թուրքիայի ազգային մեծ ժողով կոչող կազմակերպությունից առաջ ստեղծվել է Ռումելիայի եւ Անատոլիայի շահի պաշտպանության։ Սա շատ կարևոր է, որտեղ երբ որ մենք ասում ենք Թուրքիայի ազգային մեծ ժողով, այդ բառը բառակապակցությունը շփոթության մեջ է գցում։ Մարդկանց թվում է, որ դա ինչ-որ պետություն է, դա ինչ-որ ազգային մեծ ժողով է, էլ այսինքն կա փոքր ժողով, որը ոնց որ սուլթանին, ասել մեծն է։ Բայց ըստ էության դա պարզապես մի հատ բան է։ NGO-ը, non-governmental organization, այդ անունով։ Ինչպես դուք Հայաստանում կգտնեք բազմաթիվ ակադեմիկոսներ, որոնք անդամ են, ասենք, բնապահպանական ակադեմիա կոչվող հասարակական կազմակերպության, միջազգային կամ միջազգայնագիտական ակադեմիա կոչվող հասարակական, դրանք ՀԿ-ներ են։ Պարզապես նման Նյու Յորքի ակադեմիա։ Ես մարդիկ գիտեմ, ասում եմ, ես Նյու Յորքի ակադեմիա անդամ եմ։ Նյու Յորքի ակադեմիան դա հասարակական կազմակերպություն է։ Այսինքն, եւ աշխարհի բոլոր ակադեմիաներն են հասարակական կազմակերպություն, բացի պոստսովետական երկրների, որովհետեւ դուք ձեր թղթով չի որ գիտելիքը պետք է ցույց տաք, այլ ձեր գիտելիքով։ Հասկանում եք, այդ մի քիչ սովետական բան ուրիշ է, համակարգը ուրիշ ձև է կայացվել։ Ուզում եմ ասեմ, անունով խափում են։ Իմ ասածը ո՞րն է։ Այդ նույն այդ բյուկ մեջլիսի կարգավիճակը, սա մանրամասն հարցեր կա։ Հարց, ենթահարց, այդ ամբողջը։ UFT-ի ճիշտ կանխատեսենք, որովհետև դատավարությունները ոնց են ընթանում, ճիշտ է, դրանք տարիներ են տևում, բայց երբ որ ընդհատում են, ասում են, ասենք 2 շաբաթ, 3 շաբաթ, հետո, եթե դուք չունենաք այդ ամբողջը պատրաստի վիճակում, դուք չեք հասցնի։ Ես պարզ օրինակ բերեմ, 90-ականների սկիզբեր չկար այսքան զարգացած չէր, չգիտեմ, կոմպյուտեր, ինտերնետ եւ այլն, ես այն ժամանակ խոսնակ էի Ամերիկայում, այն ժամանակ կար Ռուբին ազգանունով ամերիկյան խոսնակը, որը ամուսնացավ այդ Ամանդա Փուրի հետ CNN-ի հայտնի թղթակից կա եւ այլն հա։ Դե մենք ոնց ենք ասենք, մենք ոնց ասենք մեր կամ ես ոնց էի այս Սաբինան Կիշի ինքը այն ժամանակ հանրային ռադիոից էր բանը ոնց ենք ասենք ես ոնց էի հարցազրույց տալ, ես գալիս եմ, ինձ լրագրողը հարցատալի պատասխանում եմ։ Այսինքն ամբողջը դու ես, դու լրիվ մենակատար ես, մի դերասանի պատրոն է։ Իրաց մոտ այդ ձև չէ։ Ես երբ որ նայեցի եմ Ռուբինը հարց եմ տալիս, ինքը ինչ որ սենց ձեռով, հա, 2 հոգի ես կողմն նստած, 2 հոգի, ինչ որ ձեռով բան անում այդ նստածները։ Հետո ինքը սենց մեծ ֆոլդեր ուներ այդ, բացում էր եւ պատասխանը կարդում էր։ Մեխանիզմը ոնց էր մշակած։ Ասում եմ այդ տեխնոլոգիայի խնդիրն է, որ պետք է անենք, այս սովետարում ավելի հեշտ է։ Այսինքն տեսականորեն ինչ հարց կարա տալ լրագրողը։ Պետք է հարց տա ինչ որ նախորդ շաբաթվա կամ 10 օրվա մեջ ա եղել, չէ՞, այսինքն հրատապարտ, ինքը չի անկապարծը տա։ Եթե տան դուք ասես այդ հարցին հետո կպատասխանեք, բայց որպես կանոն, այսինքն դու պատրաստում ես ենթադրվող հարցերի ցանկ, դրանց պատասխաններ, դու 4 օգնական ունես, ամեն մեկը ոլորտի պատասխանատու է եւ գիտի որ թվի տակ է։ Այսինքն երբ որ հարցը տալիս էին կողքից, ինքը արդեն գիտեր այդ հարցի պատասխանատուն ով է։
նայում էր սրան, նա ձեռով ասում էր, ասենք համար 27-ը, ինքը բացում էր համար 27-ի այդ էջը կամ բաժինը եւ կարդում էր պատասխանը։ Ինչու եմ սա պատմում, ըստեյցան այդ մեխանիզմով պետք է աշխատի։ Այսինքն հնարավոր հարցերի, մեջտեղ եկող հարցերի ցանկ, հնարավոր պատասխաններ, հետո այդ ամբողջի փորձաքննություն շատ լուրջ միջազգային իրավունքի ցանկալի ոչ հայ մասնագետների կողմից այսպես հակառակվելով, քննելով այդ բոլոր թույլ կողմերը, նոր դրանից հետո պետությունը կարա մտնի ոնց ասած խաղի մեջ, որովհետև սա շատ լուրջ հարց է։ Այսինքն եթե մտնենք եւ պարտվենք, ճիշտ է, նոր բան չենք կորցնի, որտեղ ինչ որ կորցրել ենք, բայց մենք կկորցնենք ոնց որ ասած իրավական հիմքը, հա, որտեղ շատ հետաքրքիր է իրավունքը, ասեմ ձեզ, որ եթե դու մտար դատարան եւ պարտվեցիր, դու դա չես կարող հարցը վերաբացել, քանի դեռ նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել։ Իսկ այդ հարցի վերաբերյալ, չգիտեմ, ինչ նոր հանգամանք դու կարող ես մեջտեղ բերել, որ համոզես դատարանին նորից հարցին անդրադառնալով։ Դա լուրջ աշխատանք։ Պահել որպես նոր հանգամանքի։ Ինչ? Ինչ-որ բան պահել որպես նոր հանգամանքի։ Չէ, բայց դա պիտի որակական բան լինի, այսինքն դու ինչ էլ պահես, հարցը միակն է, քանի որ ինքը փաստաթղթի է վերաբերում, այսինքն հարցը պետք է դրվի փաստաթղթի վավերականության վերաբերյալ, այսինքն դու ինչ պահես, չպահես, այդ հարցերն է գալու։ Շատ բան հարց է, ասեմ ձեզ, նուրբ հարց է, հատկապես գնալով դժվարանում է։ Ես նախորդ անգամ ասեցի, այդ էստոպելի հետ կապված, մենք 20 տարվա անկախ երկիր ենք, չէ, 20-22 արդեն թվանը, անկախ երկիր ենք, և դա ի վնաս մեզ աշխատում, ժամանակ ասեմ ձեզ, որովհետև դատարան դիմելուց, դատարանը կարա մերժի թարապես, ասի, բա դուք այսքան տարվա երկիր եք, ինչի չեք ձեր շահերը, այսինքն շահերը չպաշտպանվելը մեկնաբանվում է համաձայնություն ստեղծված իրավիճակին։ Իսկ այդ հարցը պատասխանում եք։ Պատերազմը, շրջափակումը, չգիտեմ, հնարավոր չի դրանք որպես պատճառ։ Նույն պատերազմը ավարտվել է 94-ին։ Բայց պատերազմը մենք ասում ենք դեռ չի ավարտվել, Հրադադար անդամ։ Հա, բայց հրադադարի վիճակում քեզ ինչ է խանգարում, այսինքն 5 հոգով նստել եւ զբաղվել ես հարցով։ Դե առաջնային ուրիշ խնդիրներ կա, անվտանգության ապահովման խնդիրը։ Դե գիտեք, որ ասում եք մենք ասենք, մենք ամեն ինչ կարանք ասենք, բայց դատարանը ինչքանով հիմք ընդունի, դա է հարցը։ Դատարանը կասի չէ, կներեք, ուրիշ եւ օրինակներ կբերի, պարզապես չի ասի։ Օրինակներ կբերի, որ հрьяաները օրինակ 1943 թվականին պատերազմը չէր ավարտվել, հрьяաների կոտորում էին, Նյու Յորքում ստեղծեց հատուկ հանձնաժողով, որը զբաղվում էր այդ հрьяաների ոնց որ ասած իրավունքների պաշտպանության եւ փաստերն էր հավաքում եւ 45 թվականին երբ որ եւ իրանք չգիտեք չէ որևէ մեկը որ լինելա Նյուրնբերգյան դատավարություն եւ բայց մարդիկ պատրաստվում էին այ երբ որ 45 թվականին այդ հարցը եկավ իրանք դեմ տվեցին ասացին հեսա էս մեր իրավունքներն է մեր կորուստներն է եւ այլն հասկանում եք մեր վիճակը հաստատ ավելի վատ չի 90-ականներին առավելևս 2000-ականներին եղել քան հрьяաների վիճակը 40-ականներին Եվ իմիջիալոց այդ հանձնարարողը որ ստեղծվել է, կոչվում է Claim Commission, առ այսօր գործում է Նյու Յորքում։ Առ այսօր նրանք փող են պոկում ու պոկում։ Այսինքն տարբեր բաներով, այսինքն գտնում են տարբեր այդ իրավական ձևերը, չգիտեմ, ստրեսային վիճակի համար, չծննդաբերելու համար, 1000 տեսակի բաներ գտնում են եւ օրենքով, եւ այդ փողերը պոկում են։ Այսինքն տարբեր ընկերությունների դեմ են հայտ ներկայացնում, չեմ կռուպի դեմ, Volkswagen-ի դեմ, մյուսի դեմ ասում են այ դուք տարել եք հрьяաներին 5 տարի կամ 3 տարի Volkswagen-ն աշխատացել է անվճար։ Դրված պետք է փոխհատուցում տա եւ այլն, այսինքն տարբեր բաներ կան։ Այո։ Կարելի չէ տեղյակ չլինեինք այդ մասին, նոր ենք իմացել, նոր ենք հասկանում, որ իրավիճակը այսպեսին է ու նոր ենք դիմում։ Օրենքի չիմացությունը չի ազատում օրենքի պատասխանատվությունից։ Հասկանում եք, երբ որ դուք գնաս եւ օրենք խախտես, ասենք անցնես կարմիր լույսի տակ մեքենայով։ Հետո ոստիկանն ասես կներեք, ես չգիտեի, որ կարմիր լույսի տակ չի կարելի անցնել, միևնույն է դա պատասխանատվությունից չի ազատում։ Ես կոնկրետ օրինակ բերեմ։ Օտավան, Կանադայի մայրաքաղաքը մեջտեղից կիսված է։ Կեսը Քեբեկում է, կեսը Օնտարիոյում։
Քեբեկում կանաչ լույս կարմիր լույսի տակ չես կարա աչթեքվես։ Օնտարիոյում կարաս աչթեքվես։ Հետևաբար դու պետք է իմանաս, որ փողոցը որտեղ է գտնվում, որ տարբեր երթևեկության կանոններով քշես։ Հիմա եթե դու մտնես Քեբեկի մասը եւ կարմիր լույսի տակ աչ մտնես, որը խախտում է, Քեբեկում եւ ասես ես չգիտեի, որ սա Քեբեկն է, ոչ թե Օնտարիոն, ոստիկանը դիրամար է ոչ մի խնդիր չի, ինքը նույն հաջողությամբ ձեզ կտուգանի երթևեկության կանոնները խախտելու համար։ Սա է հարցը։ Հետևաբար Մատությունը ախր, անմատությունը ուրիշ է փոքր։ Այս դեպքում ավելի փաստաթղթային է, այսինքն այս դեպքում փաստացի հանցագործություն չունենք։ Այդ իմաստով չկա հանցագործություն դրա բան, այսինքն հիմա ամեն ինչ թղթային է, այսինքն թղթի վրա է, եթե պահանջում ենք ու դատը գնում է, դեռ ինչ-որ հանցագործություն։ Չէ, հանցագործություն չկա, բայց ես ասացի, որ եթե դու որոշակի ժամանակահատված տեր չես կանգնում քո իրավունքներին, ստացվում է, որ դու համաձայն ես ստեղծված իրավիճակին։ Այո, դու կարաս դատարան չդիմես, ես նախորդ անգամ էլ ասեցի, բայց դու որոշակի գործողություններով պիտի ցույց տաս, որ համաձայն չես իրավիճակին։ Օրինակ, իմ վերած օրինակը հայրենատիրության օրը։ Օրինակ, ամեն նոյեմբերի 22-ին նախագահ ուղերձով հանդես գալիս։ Երևանի պետական համալսարանում տեղի ունեցող գիտաժողով նվիրված այս հարցին։ Մի քանի տարի առաջ Երևանի պետական համալսարանում տեղ ունեցավ գիտաժողով նոյեմբերի 22-ին այս հարցի կապակցությամբ, որի վերաբերյալ կար պայմանավորվածություն, որ նախապես պիտի արվի եւ համալսարանի հետ պիտի արվի։ Բայց գիտեք ով պնդեց վերջի պահին, որ դա արվի։ Իմ բոլոր քննադատություններով հանդերձ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը զանգ է եղավ իր կողմից պետհամալսարան, որ վաղը կհավաքենք եւ կանենք, որտեղ պայմանավորությունը վաղուց էր դա։ Բայց հերթական անգամ երբ քնել էին, մեկ էլ վերջի պահին, երբ որ ուզում էին հարցով զբաղվել, պարզ որ ոչ բան չկա, եւ մի գիշերվա մեջ իհարկե հաջորդ օրը հավաքեցին բոլորին նստեցին, որպեսզի Վիգեն Սարգսյանը նախագահի ուղերձը կարդա։ Հասկանում եք, բայց համալսարանը տեղյակ էր դրա մասին, պայմանավորությունը վաղուց էր։ Եվ նման բան է, բայց գիտեք ինչ է հարցը, ներքևից պետք է լինի, ոնց է ճնշումը եւ ոչ թե վերևից, հասկանում եք, բայց դրանից հետո էլ հարցը մոռացվեց, որտեղ վստահեցնում եմ ամեն մի երկրի ղեկավար այնքան ուրիշ խնդիրներ ունի, որ իր համար շատ ավելի կարևոր այնքան է։ Դրա համար միշտ ինչ է դրսում, ինչ է ստեղծվում, կոչվում է group of interests, շահերի խումբ, այսինքն դուք ընդհանուր շահեր ունեք, միավորում եք այդպես շահ առաջ եք տանում։ Հիմա մեկը կարող է լինի կենդանների, չգիտեմ, ազատության կամ պայմանների բարելավման խումբ, մյուսն էլ կարող է լինի սենց հարց, այսինքն զբաղվում են տարբեր խումբ, տարբեր հետաքրքրություններ, շահեր կարող են։ Այո։ Բան հարցնում է, եթե ենթադրենք մենք դիմեցինք եվրոպական դատարան, չէ, միջազգային դատարան, ու ասենք այդ ընթացքում թուրքերը ոնց որ իրաց այդ բոլոր քաղաքական լոբիստական ներուժով կոպիտ ասած ճակերտավոր այդ ՄԱԿ-ի անդամության խորհրդին կաշառում են ու դեռ ասում են դատարանին, դա կամ այդ ՄԱԿ-ի անդամության խորհուրդը չէ, հենց անդամության հետ գործ չունեք, հենց մենք դատարանից լոբիստական իրաց քաղաքական տնտեսական ներուժով, որը միանշանակ կանեն ու մենք չունենալով ասենք այդ նույն ռեսուրսները չենք կարող դրան հակազդել ու կասենք կներեք դեր հարցը մի 10 տարի հետա ձգում ենք ուզես կգնա այսինքն մենք իջեք չունենանք այն լոբիստական այդ քաղաքական այդ ուժը դատարանում էլի մենք թույլ դուրս կգանք կասեն գնացեք 10 տարի հետո կգանք Բարսա հիմա նայեք ես ասացի, չէ, տարբեր ուղիներ կա պայքարի, քաղաքական, տնտեսական, ռազմական։ Եթե մենք առաջնորդվենք ձեր տրամաբանությամբ, ուրեմն այն ինչ որ այսօր արվում է, այդ հսկայական ծախսը եւ ջանքերի վատնումը, դա չպետք է արվի։ Չպետք է արվի, որովհետեւ իրանց հակադրվել է դրան, այսինքն ավելի հեշտ է, օրինակներով խոսանք, էլի որտեղ վերացական շատ վերացական է։ Շատ ավելի հեշտ է ազդել ամերիկյան կառավարության վրա, Թուրքիայի կառավարությունը կամ լոբիստները, ասելով, որ այ գիտես ինչ է, ինջրլիկ կայանը կասեմ ռազմականը դուրս բեր, չեմ թողի ին վրա աղվանը ստանցալիս եւ այլն։ Չէ, քաղաքական առումով այդ ազդեցությունն ավելի հնարավոր է, քան դատական առումով, որտեղ այդ դատավորները ուրեմն մի քանի պատճառ ունեն անկախ լինելու։ Առաջինը այդ մարդիկ իրանց կարիերայի բարձրակետին են
եւ իրենք ունեն իսկապես մաքուր անբասիր լավ անցյալ եւ իրանք ոնց ասած իրանց անունը իրանց համար շատ կարեւոր է որտեղ իրանք նաեւ այնքան փող են ստանում միլիոնավոր դոլարների աշխատավարձ որ դու իրան ինչ պետք է տաս որպեսզի ինքը ոնց ասած իր խղճի դեմ գնա դա անիմաստ է հասկանում եք որտեղ եթե մարդ ունի 10 միլիոն դոլար ես հավաստիացնում եմ ձեզ 10 միլիոն դոլար ունեցող եւ 20 միլիոն դոլար ունեցողի կյանքը նույն մակարդակն է դուք չեք գնում չէ ասենք որ 10 միլիոն ավելացավ գնում եք մի 4 հատ էլ եք ավտո առնում դուք այդ 10 միլիոն ձեզ հերիք է ինչ որ ձեզ պետք է եւ նորմալ մարդու համար իմ ասածը որն է եւ մենք ամեն ինչ համապատասխան մեջ չեմ բացառում որ կարելի է որոշակի ներգործություն ունենալ դատավորների վրա է իհարկե ոչ թե կաշառքով այլ բան բայց երբ որ մենք կամ լոբիստականով բայց երբ որ մենք համեմատում ենք ամենամաքուրը ամենահնարավորը ազնիվ որոշման էլի մնում է դատարանը որտեղ այդտեղ ձեր նշած լծակները շատ ավելի պակաս ներգործուն են որտեղ տեսեք շատ պարզ է օրինակներով խոսանք կանադայի խորհրդարանում քննարկվում է հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ասենք ձեռա բարձրացնում իրական դեպք եմ պատմում ասենք իմ ինչ հետ տեղի է ունեցել X պատգամավոր ինչ որ միտեղից դեմ է խոսում եւ ասում է բան հետո սյան մոտենում եմ ասում եմ բայց դու գիտես չէ որ եղել է ցեղասպանություն եւ այլ ասում եմ գիտեմ բայց Անկարայում մետրո են կառուցում եւ մետրոյի համար իրանք վագոնները պիտի պատվիրեն Կանադայում իսկ այդ գործարանը գտնվում է իմ ընտրած տեղամասում որ նշանակում է մի քանի հազար հոգի մի քանի տարի աշխատանք են ունենալու այդտեղից բխող հարկեր բան եւ այլն եւ իմ այդ քաղաքը լավ է ապրելու Ես գիտեմ որ եղել է ցեղասպանություն, բայց դա ձեր խնդիրն է, իմ խնդրեմը իմ ընտրողների շահեր պաշտպանելն է։ Հետևաբար քաղաքական առումով ազդեցության լծակները շատ ավելի մեծ են, որովհետև նույն թուրքերը չեն կարա դատավորին ասեն, որ մենք Անկարայի մետրոյի համար վագոնները կպատվիրենք կոմոդ։ Դա չի հետաքրքրում։ Ինքը ունի որոշակի կարգ, որով բան անում, որովհետև տեսեք, անգամ Հայաստանը, որտեղ դատական համակարգը ահավոր վիճակում է, չէ՞, անգամ որոշումները եթե կայացնում են, ելի օրենքի շրջանակում է։ Այսինքն իրանք օրենքով է դա ձևակերպվում, 3-ից 7 տարի ինքը կարա 3 տարի տա, ոչ թե 7, բայց եթե այդ հոդվածով է ինքը չի կարա բանալի։ Հա, 15 տարի կամ ասենք օրենքի շրջանակում է այդ ամբողջը արվում բանը։ Հետևաբար, եթե Հագայի կոնվենցիան, եթե հիշում եք ցույց տվեցի 1898 թվականի, ասում է, որ իրավարար վճիռը, որ ուժի մեջ է մտել, անբեկանելի անժամանցել է եւ այլն, ինքը չի կարող իր գլխից օրենք կայացնի, ասի չէ, գիտեք, իրավարար վճիռը 25 տարի տևողություն ունի, որովհետեւ որովհետեւ ինքը նման եթե տեսել եք դատական վճիռների որոշումներ, հատկապես միջազգային դատարանների, ամենտեղ դուք վկայակոչես, դու որևէ հայտարարություն ինքնագլուխ առանց հիմնավորման չես կարող անել։ Այսինքն ինքը պիտի բերի ինչ-որ մի այլ կոնվենցիա, որի ինչ-որ կետը վկայակոչելով պիտի ասի այս կոնվենցիայի ինչ կետի համաձայն իրավարար վճիռը 25 տարի է։ Բայց դա որ չկա, որտեղից պիտի բերի։ Անկամ եթե ինքը շահագրգռված է, որ պիտի ասենք թուրքերի օգտին անի, որտեղ այստեղ խնդիրը էլի եմ ասում, դիտե իրավական փաստաթղթի կարգավիճակի մասին է։ Առավելևս ես ասացի, որ մինչև դատարան գնալը դա համար պետք է վարձել լավ իրավաբանների, որոնց խնդիրը պետք է լինի օգտագործել իրանց գիտելիքները թույլ կողմերը գտնելու համար։ Օրինակ բերեմ, ոնց են անում այս կոմպյուտերային ընկերությունները, որ ծրագիր են, չէ՞ գնում։ Իրանք բաժանում են, անվճար բաժանում են ինչ-որ լավ են օգտա յուզերներ կա, չէ՞, որ գիշեր ցերեկ դրանով են, ու ասում են, ասենք ամեն մեկը կստանաք $10,000 փող, եթե մի հատ թերություն գտնեք, 100,000 եթե կոտրեք այս բանը, այսինքն սրանք աշխատում են դրա վրա, որի թույլ կողմերը գտնել, այդ բետա վերջններ կոչեցյալները։ Տալիս են, ասենք բաժանում են 5,000 օրինակ, եւ այդ 5,000-ից կարող է գա 30-50 դիտողություն, որ այս բանը թույլ է, որ իրաց մասնագետները կարող է նկատած չունեն, հաճախ է այդպես լինում, չէ՞։ Այդ դրա հիման վրա իրանք արդեն դա կշտկեն։ Նույնն այս մեխանիզմն է։ Դու պատրաստում ես ինչ-որ մի բան, տալիս ես փորձագետներին, փորձագետները նայում են, թե տեսականորեն ինչ կարա լինի։ Բնականաբար, այստեղ շատ լուրջ պրոֆեսիոնալիզմի պայքար է։ Ես դες մի օրինակ բերեմ։ Մի քանի տարի առաջ վրաց ռուսական պատերազմից հետո շատ մեծ աղմուկ չեղավ սրա մասին, բայց
Վրաստանը դիմեց այդ ՄԱԿ-ի դատարանը բանով Ռուսաստանի դեմ, այնտեղ չեմ հիշում կոնկրետ ինչ ձևակերպումներն եւ այլն, դեռ տարիներ է տևում, այդքան հեշտ չի։ 2-3 տարի հետո ՄԱԿ-ի դատարանը մերժեց հայցը վերցնելու, որտեղ ձևակերպումների մեջ ինքնին հայցի ձևակերպման մեջ սխալ կար։ Այդ լիազորությունների շրջանակը, այսինքն դիմել են մի հարցով, որը ասացին, որ այս շրջանակը մեր լիազորություններից դուրս է։ Իսկ վրացիք ինչ էին արել։ Վրացն էլ հայերի նման են, չէ՞։ Փոխանակ երկու հատ հրյա վարձեն, ասացին, չէ, բա մենք այսքան խելոք մարդիկ ենք, բան, իրանք իրանք իրավաբաններով դրեցին, բան արեցին եւ սխալ ձևակերպեցին։ Մի ամբողջ ազգ, մի ամբողջ պետություն սխալ ձևակերպման հետևանքով տակ տվեց, գործը փակվեց։ Իսկ որ գործը մերժվեց, երկրորդ անգամ չեն կարող մերժել։ Իմիջիայլոց Ռուսաստանը ներկայացնում է հիմա իրանց իրավական վարչության պետը Գևորգյան, Հորացիոս Գևորգյանը, որ այդ ժամանակ Հոլանդիայում բաններ է, Ռուսաստանի դեսպանը, շատ լավ իրավաբան է, այսինքն այդ մարդը հեսա թոշակի կանցնի շուտով բան։ Իմ ասածը որն է, իհարկե պետք է ճիշտ վարվես, որովհետև այս հարցերի շուրջ ամեն մի հարցը ունի իր մասնագետը եւ շատ քիչ են, շատ քիչ են։ Մենակ միջազգային դատարան դիմելու համար, Լիլիթ, իմ սենյակում այն պահարանի մեջ, կարծեմ այս ներքևից 3-րդ տարակը, մի հատ կանաց սենց հատոր կա երկու, մի հատ էլ բանն է, International Court, կարծեմ procedure, եթե գտնես բեր ես գամ։ Այս ցույց տամ ուղղակի ծավալ դուք պատկերացրեք։ Ասենք աշխարհում մի հոգի կար, Շաբթայ Ռոզենն էր Իսրայելից, որը միջազգային դատարան դիմելու պրոցեսուալ լավագույն մասնագետն էր։ Մահացավ 80 քանի տարեկան էր այս մարդը։ Մենակ դրա համար, այսինքն ոնց որ ասած, դրա համար առանձին մասնագետ կա, որովհետև եթե կուզեք, ես արևմուտքում կա ընտանեկան բժիշկ հասկացությունը, չէ՞։ Այսինքն family doctor, որ ամեն ինչից գիտի, բայց որևէ հարցին այս խորացված մասնագետ չի։ Հիմա ընդունեք, որ ես, որ ես ոնց որ ասած, այս ընտանեկան բժիշկն եմ այս գործի, բայց արդեն երբ որ մասնագիտական մանրահասակ կա, պետք է գնալ այդ կոնկրետ մասնագետների մոտ, մեր մասնագետների մոտ։ Այս է, the law and procedure of the International Court of Justice, երկու հատորով, բայց էսի շատ ռոզերի չի, դեղ էլ կա։ Այս երկու հատորը, որը իրար հետ, չգիտեմ, մի 2500 էջ է կազմում, 1800 քանի 2000 էջ է։ Մանրամասն գրած է, ես ամեն մի պարբերությունը վստահ եղել, ոնց ասած գլուխ կոտրես, էլի, հասկանալու համար ինչոց ասեմ, մարդիկ կյանք են սրա վրա մաշում։ Բայց եթե սա ոնց ասած ըստ սրա չարի տպել է, ասեք սա մակը տպել է, ասում է ուզում ես, արի վերցրու, ուսումնասիրի, արի սկսի դատավարությունը։ Բայց դե այդ ոնց ասած նոր սերունդը պետք է անի, այսինքն այս գործով կարա զբաղվի մեկը, որը պետք է նստի 20 տարի ուսումնասիրի եւ 20 տարի հետո դառնա սրա մասնագետը։ Մեր խնդրեմն ինչու՞մն է, հայերիս խնդրեմ ասել։ Այդ դեպքում բայց հարցը կերկարացակի, չէ՞։ Ահա, լաման ասում պետք է վարձեն։ Հрьяաներն արել են, իրանց պետք է վարձես փոխել։ Մեր խնդրեմն ինչու՞մն է։ Տեսեք, մենք ամենաշատ մասնագիտություն ունեցողներից, ասենք որ նայում եք տարեկան, Հայաստանը, եթե ոչան դրանք իրավաբաններն են։ Համատարած է, դիվանագետ, իրավաբան եւ այլն, հարյուրավոր, հարյուրներով են թողարկվում։ Բայց հիմա որակը դնում է մի կողմ իրավաբանների, բայց քանիսն են զբաղվում միջազգային իրավունքով։ Շատ քիչ, հատուկ են։ Ինչու համար։ Որտեղ եթե ինքը գնում է քաղաքացիական իրավունքով զբաղվելու, ինքը գիտի, որ միշտ էլ ընտանեկան վեճ կլինի, ժառանգության վեճ կլինի, ապահարզան կլինի, միլիոն խնդիր կա, ոնց որ ասում միշտ էլ կլիենտը կա, փողը կա, միշտ էլ կլինի, չի կարող պատահել մի վիճակ, որ ապահարզան չլինի, գնալով շատանում է նա, չէ՞։ Կամ օրինակ համար քրեական իրավունքը, միշտ էլ սպանություն կլինի, բռնաբարություն կլինի, ուրեմն միշտ գործը կա։ Միջպետական, որտեղ միջազգային իրավունքը դա միջպետական իրավունք է։ Ուրեմն այստեղ պատվիրատուն պետությունն է։ Հիմա մարդը մտածում է, ես 25 տարի նստեցի, սովորեցի, գլուխ լացեցի եւ այլն։ Բա որ պետությունը ինձ չպատվիրեց որևէ բան։ Այսինքն ինչի՞ սա պետք է գիտելիքները։ Դրա համար լավ մասնագետների կարողանում են պատրաստել մեծ երկրները, որոնք անընդհատ ինչ որ վեճերի մեջ են, անընդհատ կարող են եւ իրանց կարող են թույլ տալ։
Միակ հնարավոր ես առաջարկել եմ մերոնց հələ չի ստացվում տարբեր բան, որ բայց էլ այդ բանի մեջ ես ասում եմ եկեք նայեք արդարորեն ժայլների մեջից ընտրեք 10 հոգու արդեն գոնե բակալավրիատը ավարտած իրավունքի մասնագետներ, որ ինչ-որ հակումներ ունեն միջազգային իրավունքի, ուղարկեք պայմանագրի հիման վրա, որ ինքը պետք է վերադառնա, չվերադառնալու դեպքում ինքը պետք է ասենք ծախսատուցի եւ այլն։ Ուղարկեք սովորելու։ Հետո հետ կգան, ասենք 5 հոգի, չգիտեմ 10 հոգի։ Էլի ընտրեք, որտեղ այդքանի պետք է չունեք, բայց ամեն մեկին տարբեր մասնագիտությամբ, դրանցից ընտրեք 3-ին կամ 5-ին կոնտրակտ ստորագրեք։ 25 տարով աշխատանքային կոնտրակտ ստորագրեք եւ տվեք միջին իրավաբանի եկամուտի մի փոքր լավել։ Այսինքն եթե նա գնար ապարզաններ դատեր, չգիտեմ, ամիսը $2000 փող աշխատեր, դուք իրան տվեք $2500, պլյուս դրա տարեկան որոշակի հավելում, ինֆլյացիա եւ այլն բան։ Եթե մարդը իմանա, որ ինքը 25 տարի ապահովված է եւ կարող է զբաղվի, նա ինքը կզբաղվի։ Անկամ եթե ինքը մտածում է, որ եթե ինքը գնալ ուրիշ դատավարությամբ կարող է 2 անգամ ավել փող աշխատել։ Բայց ի վերջո մարդիկ մենակ փողի համար չեն աշխատում։ Կան մեղումներ, հայրենասիրություն, բայց ապահովենք ինչ-որ նվազագույն բարեկեցությունը եւ ամենակարևորը երկարատև ապահովության զգացողությունը ամենակարևորը դա է, որտեղ մարդիկ ինչից են հիմնականում վախենում, որովհետեւ մի ամսվա մեջ, մի տարվա մեջ չեն կարող մասնագիտություն փոխել։ Հասկանում եք։ Եվ այդ ամբողջ ջանքերը կարա կորչի։ Եվ դա մեզ պետք է։ Մեզ պետք է մենակ հողային պանջատիրության մասին չխոսանք։ Հումանիտար իրավունքը կա, այդ ռազմագերիների հարցը կա, խոսում ենք հուշարձանների մասին, հուշարձանների հարցը կա, շրջափակման հարցը կա, տրանզիտի հարցը կա, միլիոն տեսակ հարցեր կա, որոնք կարիք ունեն։ Այստեղ որ մենք պետք պատվեր հասկացությունը մի քիչ պետք է ընդլայնվի եւ այդ ձևով գա։ Մենք կարիք չունենք տարեկան 100-ավոր իրավաբանների։ Մենք եթե տարեկան մեզ հաջողվի 1-2 հոգի լավ իրավաբան պատրաստել, վստահ եք մեզ լրիվ դա հերիք է։ Եվ անկախ սրանից, հիմա այստեղ հարց առաջանում կշահենք թե չէ։ Բայց վստահեցնում եմ ձեզ, ես վստահ եմ որ կշահենք, հարցեր չի, որ հաստատ այն ինչ որ հարցեր կլինի, էլի այդ մարդը պարապ չի մնա։ Ասենք եթե դուք ունեք, այդ մարդը պարապ չի մնա, որտեղ անընդհատ պետությունն էլ բան է։ Միավոր է, ասենց ասենք։ Ոնց որ անհատն այն չէ ինքը միավոր եւ չի կարող պատահել դու ապրում ես կյանքում եւ խնդիրներ ինչ են արտասահմանում ամեն մի հոգի մի քիչ հարուստ իր իրավաբանն ունի որտեղ իրանք հասկացել են որ երբ որ ինքը ապրում է կյանքում հաստատ ինչ որ խնդիրներ է առաջանում եւ ինքը պետք է լուծի ճիշտը լուծելու իրավաբանի միջոցով է նույնն պետությունը եթե պետությունը գոյատևում է եւ ապրում է անպայմանորեն իր գոյության ընթացքում խնդիրներ առաջանալու տարբեր երկրների հետ, հարևանների հետ, ոչ հարևանների հետ, հետևաբար դրա առկայությունը շատ կարևոր է, հատկապես այնպիսի երկրների համար, ոնց որ Հայաստանն է, որը չի կարող քաղաքական ճանապարհներով հարցը լուծել կամ ռազմական, ձեռը խփի սեղանին, բան ասենք որ, հա, շատերն ասում են, այ երբ որ գնան գրավենք, բան կլինի եւ, հա, գնան գրավենք, բայց կարա՞մ։ Դիա հարցարու, կարա՞մ։ Այո։ Հիմա ես ձեր ասելուց հետո էլ նենց իմ տրամաբանությամբ հասկանալով էլ համոզված եմ, որ դատարանում կշահենք դա։ Բայց դուք էլ փորձառու դիվանագետ լինելով, ինձ թվում է այն կարծիքին կլինեք, որ արդեն անվտանգության խորհրդում իրավականին կմիանա նաև քաղաքական հարցը։ Հիմա մենք մի կողմում ունենք ՆԱՏՕ-ի բանակ, իդեմս ԱՄՆ-ի, իսկ մյուս կողմում ունենք Հայաստանի սահմանը պահող ու Գյումրիում տեղակայված ռուսական բանակ։ Այստեղ արդեն ԱՄՆ-ի համար շահերի գոտու կորցնելու խնդիր է, տարածքը հիմա իր շահերի գոտում է, իր վերահսկողության տակ է։ Սա կորցնելու խնդիր, դրա համար հակադրվելու, տեղ Ամերիկա-Ռուսաստան հակադրություն առաջանալու խնդիր չենք ունենում։ Դուք գիտեք աշխարհում որ երկիրն է, որ չի ճանաչել այս տարածքի զավթումը Թուրքիայի կողմից, Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Բայց այդ ձեր հարցին չի իմաստուն։ Ամերիկան միակ երկիրն է, որ հստակորեն սենատում 27 թվականի հունվարի 15-ը հրկինացել չէ եղբայր։ Այս քո հողը չի։ Մինչև այս չտաս տիրոջը ես քո հետ հարաբերություններ չեմ հաստատում։ Հիմա կարող է բնական է տարբեր, այսինքն շահեր եւ բախումներ կա։ Դա կլինի, միշտ էլ կլինի։ Բայց ես վստահեցնում եմ ձեզ։ Թող մեր ձեռը լինի միջազգային դատարանի վճիռը, որ այս փաստաթուղթ ուժի մեջ է, թուրքերը իրանց դեպի այլ ձևով կպահեն։
են։ Իրանք հաստատ կգան, ոնց ասում մեր ոտը, մեզ կսկսեն իրանք ինչ-որ բաներ առաջարկել։ Վեճեր կան, որոնք միջազգային դատարան գնալու համար, ասենք կա Գվատեմալա, Բելիզ վեճ եւ այլն, իրավաբանների են հանձնել, որ կան legal opinion, իրավական տեսակետ, որը զուտ մասնագիտական տեսակետ է։ Եվ դրանից հետո, երբ որ այդ իրավաբաններն ասել են, որ ճիշտ է, այս կողմն է, մյուս կողմը կամավոր զիջումների է գնացել, որտեղ ոչ մեկին ձեռ չի տալի գնալ դատարան եւ պարտվել։ Ոնց որ կյանքում, չէ։ Կյանքում էլ դուք մեկ եք վեճի մեջ եք, ասում ես ախպեր չեմ տա բան, մեկ էլ հանկարծ զգում ես, որ չեսի լուրջ է, կարող է գնալ դատարան եւ դու հաստատ պարտվում ես, ասում ես դե լավ, արի մի հատ լեզու գտնեմ։ Ես միշտ ասում եմ, դուք միշտ հասկանալու համար միշտ մոդելավորման խնդիր կա, չէ։ Դուք բարդ մոդելը բարձրացնում եք, ինչ որտեղ տափակացնում եք, եթե կուզեք, որ բարձ հասկանաք։ Եվ ամենահեշտը միջպետական հարաբերություններ, իշտեն միջանձնական հարաբերություններ։ Դա շատ նման է դա։ Ես անգամ տեսություն էի զարգացրել համատելու, որ երկիրը, այսինքն ինչ բանն է, ասենք օրինակ Ֆրանսիան դա 50-ին մոտ նախկին գեղեցկուհի կին է, որը մոռացել է, որ արդեն ինքը նախկին գեղեցկուհի չի։ Ասենք Ռուսաստանը դա, ասենք Սիբիրում մեծացած, այսպես 15-16 տարեկան, այս լավ կարմիր թշերով, լավ ուժեղ ինչ-որ երիտասարդ աղջիկ է, որի մարմինը իր խելքից առաջ հանգած է, իր հորմոնների իրան խեղդում են, չգիտի ինչ անի, բան ամեն երկիր այդ բանն ունի, այսինքն դե դա շատ հեշտ է տալիս հնարավորություն հասկանալու երկրներ, որտեղ ամեն երկիր իր հոգեբանությունն ունի։ Հասկանում եք։ Հայաստանը կա։ Այո։ Դա դուք որոշեք։ Դուք կարաք օրինակ խաղի ձևով վերցրեք պետությունները եւ հերթով բան արեք։ Նախ որոշեք ինչ սերի է։ Դա շատ կարեւոր է։ Հասկանում եք, ասենք տվյալ երկրի հարական թե իրական սերի է։ Ինչ վարկ լինի։ Եվ այլն այդ բանով շատ հետաքրքիր է ստացվում։ Այնտեղ Ռուսաստանի դիրքորոշումը որը հիմա նայեք ինչ բանա բանակցությունը չէ դուք բոլոր սովորում եք դիվանագետ եք եւ այլն այն օրը Նավասարյանն էր ասում իմիջիալից վաղ գալու է որպեսզի դուք հասնեք հաջողության որը բանակցության մեջ անգամ էլ եմ ասում միջանձնական դուք պիտի ասում այնպեսի առաջարկ անեք իրան, որ ինքը չկարողանա հրաժարվի, այսինքն դուք իր շահը պետք է իրան տաք։ Դուք պիտի ասեք արես բանը անենք, ոչ թե որ իմ համար լավ լինի, արես բանը որ քո համար լավ լինի եւ իր շահը ցույց տաք այդտեղ։ Եվ երբեք մի մտածեք, որ ձեր դիմացինը, քանի որ օրինակ Ռուսաստանն է մեծ երկիր կամ մեծ մարդ է, ավելի խելոք է կամ ինքը տեսնում է։ Գիտեք, լինում է շատ հաճախ, որ ակնհայտ բաներն էլ կարող է չտեսնեն։ Չի խանգարում, ոնց որ ասած բան անել, ցույց տալ իր շահը։ Հիմա դրա համար էլ կա փակ բանակցություններ, Ռուսաստանի շահը ցույց տու, որն է իր շահը։ Հիմա հարցը սենց մոտենանք։ Ասենք պատկերացրեք, ես բանակցում եմ ռուսի հետ։ Ես հայտնի չեմ որպես պրոռուս, այսպես ասած, ասենք քաղաքական գործիչ։ Իրանք գիտեն լավ։ Ես են ասում եմ, լսեք, Հայաստանում ձեր պատճառով զարգանում են հակառուսաստանյան տրամադրություններ եւ մեղքը ձերն է։ Բայց Հայաստանում ինչքան էլ հակառուսական տրամադրություններ զարգանան, Հայաստանը կմնա աշխարհի ամենապրոռուսական երկրներից մեկը։ Զուտ օբյեկտիվորեն ելնելով։ Իսկ Հայաստանը չի կարող այն աշճան հակառուսական դառնա, ոնց որ Վրաստանը կամ Ադրբեջանը։ Իսկ այդ ամբողջը ինչ որ սահման կա։ Հետևաբար Հայաստանի ազդեցության մեծացումը եթե մենք ասում ենք Լուսոնյան Հայաստանի իրավունքներն ենք վերահաստատում, կամ տարածքի ընդլայնումը, որ արդեն ավելի բան է, ձեր շահն է, որովհետև դուք եք դա վերահսկում, դուք վերահսկում եք մեր ղեկավարությանը, մեր ղեկավարությունը վերահսկում է մեզ, մենք էլ վերահսկում ենք այդ տարածքի վերջում դուք եք, այստեղ ձերն է, դա ակնհայտ է, չէ՞, այսինքն հետևաբար ինքը այդ տեսակետից երբ որ շահի նայում է, իրան ձեռ է տալիս։ Հիմա շատ բաներ չանելու իմ հաշվարկներով 3 երկիր է սա ձեռ չի տալիս, դա առաջին հերթին Թուրքիան է, երկրորդը Ադրբեջանը, երրորդը Վրաստանը։ Մեծ տերությունները խոշոր աշխարհ շահագրգռված են որ սա լինի։ Մենք ուղղակի հիմա թևակողմ ենք շատ վտանգավոր շրջան, ես այն անգամ ասեցի։ Եթե մենք արևմուտքի կողմից
սկսվում են ընկալվել որպես ռուսական մաս, Ռուսաստանի մաս, զուտ Ռուսաստանի, Հայաստանի հզորացումը բերում է արդեն ոչ թե Հայաստանի հզորացումը, այլ Ռուսաստանի։ Հետո բոլոր այն ուժերը, որոնք շահագրգռված չեն Ռուսաստանի անմիջական եւ մեծ հզորացման դեմ են կանգնելու մեզ։ Ինչ որ եղավ 1921 թվականին։ Հա? Ամենադեմը ռուսներն են, որ մենք հզորանում։ Դե հիմա, բայց երբ որ մենք մաս ենք կազմում Ռուսաստանին, մաքսային միության ձևով, չէ՞, այդ նշանակում է այլևս Ամերիկան երբեք շահագրգռված չի լինելու կամ Եվրոպան, որպեսզի մենք մեր, ասենք, տնտեսական, թեկուզև տնտեսական ոլորտի մեջ ներառենք Ռուսաստանն Հայաստանը, որովհետև դա արդեն մեր հզորությունը չի։ Բայց հակառակողն էլ կա, չէ՞, Հայաստանի այսինքն տնտեսական հզորացումը եւ այլ որոշակի առումով բերում է Ռուսաստանից մի քիչ կախվածության թույլատություն։ Այսինքն այդ տեսանկյունից էլ եթե մենք Ճիշտ է, բայց եթե մենք չենք մտնում ինչ որ կառույցի մեջ, եթե այդ կառույցի մեջ ես արդեն հզորանաս, չզորանաս, դու ոչինչ չես կարող անես։ Եթե դու կառույցից դուրս ես, համաձայն եմ։ Եվ այդտեղ Եվրոմիությունը որոշակի սխալներ արեց իր տակտիկական սխալների մեջ, որ օրինակի համար այս ժամանակահատվածում կարան մի փոքր ավելի ակտիվ լինել, մի փոքր ավելի շատ փող տալ, ինչ-որ բաներ արեց։ Բայց այստեղ նաև ընդունեք, որ մենակ իրանց մեղքը չի, նաև մեր մեղքն է, որովհետև մենք շատ հաճախ շատ пассив եղանք, շատ հաճախ արդար տենդերներ չարեցինք, շատ հաճախ եկած գումարները փոշիացրեցինք եւ այլն, դրա համար էլ Արևմուտքը այդ ակտիվ չեղավ։ Արևմուտքը ցույց տվեց օրինակի համար, որ այն երկիրը, որը ուզում է իր հետ աշխատելու, ինքը աշխատում է։ Դեռ այդ ձև բան չի եղել, որ ինքը որևէ մեկին ասի չէ։ Այս դուք ինչ եք կարծում, օրինակ Թուրքիան կարող է մեզնից առաջ շուտ իմանալով, որ մենք ուզում ենք դիմել դատարան, ինքը դիմի ու մերժում ստանա։ Չէ, Թուրքիան իհարկե գիտի։ Ես տարբեր տեղեր նույն թուրքերի արչև թուրքերի համար ելույթ եմ ունեցել, այն աշճան, որ թուրքերի վրա հարձակվել են, տարբեր բաներ է եղել, ես կան հեշտ չես, տարիների պատմությունը, և իրանք լավ գիտեն, փորձել են կաշառել նախ, և շատ մեծ գումար են խոստացել, տարբեր այդ բաները կա, որ սպառնացել են, դիմել հենց ու դիմեն ու մեր հիմա, թուրքերը դա գիտեն, բայց ինքը ինչ հայցով պետք է դիմի, ինքը չի կարող դիմի, այսինքն ասի ինչ է, որ իրավարան վճիռը իրավարան վճիռ ուժի մեջ է, թե չէ, ավելի լավ, եթե ինքը կդիմեց, ի վերջո մենք էլ կարանք ոնց որ ասած այդ ընթացքից, որտեղ ես ասեցի, որ սինենք 36-րդ հոդվածի հիման վրա դիմենք, իրանց համաձայնությունը այդտեղ պետք կա այդ բանը, բայց մենք հենց մինչև այդ կարանք 65-ով դիմենք եւ այլն, այդ խաղի տեղը ունենք, էլի։ Աղջերքին նախ հետո կանցնենք, հա։ Շնորհակալություն։ Այո, հրաների մասին խոսք գնաց, մի հարց ունեմ, ուղղակի ձեր տեսակետը, մի քանի կետերով ինչի հրաներ չեն ընդունում հայոց ցեղասպանում, չեն ճանաչում, ուղղակի կետերով ձեռնտու իրանց համար շահավետ դիրքորոշումը եւ քանի որ ավարտվում է սեմինարը, ինձ անդադ ամեն օր մի հատ հարց է կուտակվում, այսօր անպայման ուզում եմ ցես տալ ձեր այդ ամբողջ աշխատանքը, որ կատարում եք, հա, այս հարցի շուրջ, մեր վերին օղակները ինչպես են վերաբերվում ու ճիշտ է սեմինարի միջոցով փորձեցիք մեզ հասցնել այդ ամեն ինչը ու քանի որ երիտասարդներն են, հա, այդ վաղվա օրը, ես ինձ հետաքրքիր ձեր մեջ եղել է ծրագիր դասավանդելու բուհերում երիտասարդներ շնորհակալ։ Հիմա սկսենք վերջից, որովհետև վերջից հեշտ է հրաների արցավումնա բարդ է։ Հա, չէ, ես ոչ թե ես դասավանդել եմ ժամանակ, այստեղից եմ սկսել, այսինքն ես ձեր տարիքին էի, որ դասավանդում էի, բայց ես հասկացա, որ սովետի ժամանակին իհարկե, հետո պարբերաբար մտամասան, ինչա իմ վերջին դասախոսությունները պետհամալսարանում, Բրիսովի ինստիտուտում, էլի մի երկու տեղ կար, ինչա ցույց տալիս, ես ինչու ես ֆորմատ ընտրեցի։ Նստած է օրոքի մարդ։ Դու երբ որ խոսում ես, դու ակնհայտորեն զգում ես, որ 20 հոգուն է դա հետաքրքրում, այն 80 հոգուն չի հետաքրքրում դա։ Այսինքն կամ լրիվ անջատված է, կամ ինչ որ աղմուկ է եւ այլն։ Եվ այդ 20 հոգին, որը համար դու պատրաստ ես խոսես, տուժում են։ Դա համար որոշեցի, որ ճիշտը այս ձևն է, այսինքն կամավորության սկզբունքով, ինչ որ հայտարարություն տալ, մյուս տարի միգուցե ավելի կընդլայնենք եւ այլն, եւ նրանք, ովքեր որ ուզում են, սեփական կամքով գան լսել։
որովհետև այստեղ քանակի հարցը չի, ինձ պետք չի, որ 100 հոգի մարդ լսի, բան չհասկանա, թող 20 հոգի լսի, 20-ը հասկանա։ Եվ երբ որ դուք եկել եք, ոնց որ ասած, սեփական կամքով, վստահաբար շատ ավելի լավ եք անում եւ ուզում եք։ Սա այդ առումով։ Հիմա ինչ վերաբերում է իշխանության վերաբերմունքին։ Պիտի ասեմ, տատանողական է եղել, այսինքն երբեմն լավ, երբեմն վատ, երբեմն, չգիտեմ, ես վերաբերմունքից եմ զգում, էլի ինչ-որ շատ ջերմ, երբեմն անհասկանալիորեն, այսինքն ինչ-որ բան, ինչով է պայմանավորված, ես չեմ կարող ասեմ, որտեղ ես չեմ տիրապետում այն ամբողջ ինֆորմացիային, որ իրանց վրա դրսից ինչ-որ խաղեր է գնում, որտեղ այս միայն հստարեն կարամ ասեմ, միայն Հայաստանի հարցը չի, հասկանում եք, այս վերջերս մեկը ինձ, նա շատ չեմ բացահայտի, մի բան ասեց, որ ես ապշեցի, որ տարիներ առաջ X երկրի X բարձրաստիճան պաշտոնյան, շատ բարձր պաշտոնյա, ոնց ասենք եկե Հայաստան եւ սկսել է կոնկրետ հետաքրքրվել իմ անձով եւ այս ամբողջ ծրագրով։ Իսկ ես ուղղակի ապշեցի, այսինքն այդ սիրաշահվելը մի քիչ ուրիշ է, էլի, այսինքն դու հասկանում ես, որ այս մարդիկ ինչքան լուրջ են մոտենում այդ հարցին։ Այսինքն ու եթե այդ մարդուն ես չվստահեի, կմտածեի, որ չէ, ուղղակի կատական։ Ուղղակի ինչ եմ ուզում ասեմ։ Իսկապես շատ լուրջ ուշադրություն կա այս ամբողջի նկատմամբ։ Շատ լուրջ, ես վերջը մի օրինակը բերեմ, ես հունիսին Թիֆլիս էի։ Թուրքագիտական 8-րդ ժողով էր, ինչ էր եւ այլն, ես խոսում եի այս դրա մասին, պահանջատիրության։ Դե իհարկե դեռ փորձեցին շատ եւ Հայաստանում եւ դրսում այդ ամբողջը մի քիչ շարքել ուզել, բայց էական չի։ Եկել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հետազոտական գլխավոր վարչության պետի տեղակալը։ Հատուկ եկել են լսելու ինձ։ Ես ինչ եմ ասում, եկել եմ դեռ մարդն ասում, որտեղ ես իրան Կանադայից ճանաչում էի, այսինքն այդ մարդը հատուկ եկել էր եւ ասեց, որ բանը, հիմա գլխավոր վարչության պետի տեղակալը վերլուծական, ըստ դա երկրորդ մարդն է, որը անմիջապես զեկուցում է վերևները։ Եվ եկավ, բնականաբար մի քանի օրինակ էլ այդ գրքից ուզեց, նստեցինք խոսենք, այս չեմ բացահայտի, թուրքերը պատրաստ են որոշակի զիջումների գնալ։ Բայց խնդիրը գիտեք ոնց է, ոնց որ ամերիկացիք են ասում են define your goals։ Մեր ամբողջ խնդիրն է նա, մեր չենք հստակեցնում ինչ ենք ուզում։ Այս խեղճ թուրքերը ամեն բոլորը բան են, խառնված են։ Չէ, տեսեք իրավիճակը որն է։ Չէ, իրավիճակը որն է։ Երբ որ հայերն ասում են, օրինակ հայերն ասում են, որ մենք ուզում ենք միայն ցեղասպանության ճանաչում, եւ ոչ մի բան չենք ուզում, կա չէ այլ ինչ-որ մի։ Թուրքերը չեն վստահում, ասում են չի կարող պատահի, սա մի խորամանկություն կա, այսինքն որտեղ երբ որ ռացիոնալ են մտածում, նրանք հասկանում են, որ դա չի կարող նպատակել։ Ցեղասպանության ճանաչումը չի կարող նպատակել պարզապես։ Ասում են ինչ-որ խորամանկություն կա, բան, նույն ամերիկացի, ստե խոսա կամ եվրոպացի հարցը առաջանում, չէ՞, ինչի չեն անում։ Երբ որ հետո բայց ինչ անենք։ Դուք հստակեցնեք ձեր նպատակները, դուք ինչ եք ուզում, որ մենք տեսնենք ձեր նպատակները եւ մեր նպատակները համընկնում են իրար հետ, որ մի բան անենք կամ չանենք։ Դուք ասում բան չեք ասում, ինչ որ սիգնալներ է տարբեր իրարամերժ։ Էլի եմ ասում, իրարամերժ, որովհետեւ մենք խոսում ենք, չգիտեմ ինչ որ ծովից ծով Հայաստանի մասին, Տիգրան մեջ, չգիտեմ բաներ եք ասում, բան, մենք ասում ենք լրիվ հակառակ բանն եք անում, այսինքն դա շատ հետևողականությունը շատ կարևոր է։ Այն օրը եթե հիշում եք, դասախոսությունից մեկի ժամանակ Աստղիկ Ավետիսյան դարձան, չէ՞։ Ինքը որ խոսում էր, որ ասում էր այդ պայքարի մեջ լինի PR կամ ինչ-որ բանը, հետևողականությունն է։ Եվ ինքը հենց օրինակ բերեց կոնկրետ այս գաղափարի Վիլսոնյան բանի, որ հետևողական տարիների պայքարը արդյունք է տալիս։ Երբ որ ես 2006-ին սկսեցի պաշտոնապես բացահայտորեն սանով զբաղվել, որտեղ ես վաղուց եմ զբաղվել այս հարցերով, ուղղակի զեկուցագիրը գրում էի նախագահին եւ բան, բայց առանձնապես արդյունք չտվեց։ Բայց 2006-ից ինձ ասեցին, ինչ ես անում, ասի սերմնացան եմ։ Ասի ինչ նկատ, ասի ես մի գաղափարի սերմնացան եմ։ Ես սերմ եմ ցանում մի գաղափարի։ Այսինքն եւ իրականությունն է դա, ես հանպատրաստից պատասխանեցի այդ ժամանակ, բայց կարծում եմ տվել եմ լավագույն ձևակերպումը իմ արածի։ Որտեղ կա մի գաղափար, ինչ որ մի բան, ես այս գաղափարը փորձում եմ տարածել։ Հավատացեք, որ կա արդյունքը։ Մարդկա սխալ անկան, օրինակ այսօր հենց ինձ բան են ուղարկել email-ով ինչ որ Ամերիկայում Արևմտյան Հայաստանի հերթական կառավարություն հարցազրույց է տվել եւ բառացիորեն կրկնում են վերցրեք գիրքը, այն կարմիրը եւ ասածները սենց կարակ ընդգծեք, էլի։
Էջերով այդ նույն մտքերն են ասում, առանց ոնց որ հաղում տալիս պետք չի հաղումը։ Ինձ ոնց որ ասած չի հետաքրքրում էլ այս անցել եմ այդ տարիքը, էլի։ Այդ բաները ես անցել եմ, որ չգիտեմ ինչ որ հեղինակություն, փող, բան, այդ ամբողջը արդեն ասած ես ունեմ ինձ պետք չի։ Բայց այդ գաղափարը տալիս է, հասկանում եք, այդ գաղափարը տարածվում է։ Մարդիկ են խոսում, օտար երկրացիներն են խոսում, ինչ որ բաներ են ելնում։ Հիմա, եթե պետությունը կամ ինչ որ այլ կազմակերպված խումբ ինձ աջակցե, բնականաբար արդյունքը ավելի շատ կլներ, որտեղ հավատացեք, որ շատ ժամանակ եւ ջանքեր ահագին ոնց որ պարապտերը կորչում է, էլի։ Այսինքն այդ որտեղ կարելի է ավելի օգտակար բաներ, բայց որ հարցեր պետք է լուծես։ Կորչում է եւ բանով։ Բայց որ ասեմ արդյունք չի տվել է։ Բայց դեռ այդ քանակային ոնց որ ասած արդյունքը լուրջ որակի չի փոխվել։ Այդ դա բացահայտ է, այդ պետք է ես ընդունեմ, որ դա այդ ձև հաշվի առնելով 4, ասեմ 7 տարվա պայքարը ոչինչ, ինչ որ արդյունք կա։ Դա է։ Հա, դե դիգնայ, հրաների հարցը այդտեղ այնքան պատճառներ կա իրանք որ չեն ասինքն ընդունում։ Ինչ? Նույնիսկ էթնիկական։ Տարբեր, օրինակ հրեական չի ընդունում, որովհետև ասենք միշտ միայնակը լինելու ձգտում կա, չէ՞, կապես կանանց մոտ է դա զարգացած, այդտեղ կարանք ասեն, որ իսկապես հանդես է գալիս կնոջ կերպարով, իսկապես կնոջ կերպարով, եւ ես կասեին կհանդես է գալիս այսպես 33 տարեկան սիրու կերպարով, որ ամուսնու Միացյալ Նահանգներն է։ Հիմա Եսա պատասխանը, այդտեղ տարբեր կա, բայց իմ կարծիքով ամենակարևորը դա ստրատեգիական աշխարհաքաղաքական շահն է։ Մի մոռացեք, որ Իսրայելը շրջապատված է թշնամիներով եւ իմ թշնամին իմ բարեկամը սկզբունքն է։ Ամբողջ իսլամական աշխարհում Թուրքիան միակ երկիրն է, որ ճիշտ է, հիմա մի քիչ վատացած հարաբերություններով, բայց արդյունավետ ինչ որ դրական հարաբերություններ ունի եւ հենց հարաբերությունները մենք նկատում ենք, չէ՞, Մավի Մարվարայի հետ կապված, հենց վատացան, ցեղասպանության ընդունելու մասնակցությունները շատացան։ Շատացան, բայց իրանք չեն ասում կընդունենք, իրանք ուղղակի ասում են, որ չեզոքտիվ են։ Դե բնական է սպառնում են բան, բայց որտեղ իրանք վերջնականապես հարաբերությունները չի փչացել։ Այսինքն հələ երբ որ կհամոզվեն, որ իրանք արդեն կորցրել են, այդ ժամանակ կան։ Բայց եկեք սենց հարցին, ես ուրիշ հարցին ուզում ուրիշ մոտենալ։ Դե լավ Իսրայելի քնեսետը անցկացրեց բանաձև։ Քվեարկեցին, որ եղել է ցեղասպանություն։ Հետո Ինչն է ավելանում։ Ինչ է դրանից փոխվելու։ Իմ համար ավելի կարևոր է, հետո որմա շաբթա Ռոզենը նստել է ասողը զբաղվել, մեր համար շատ ավելի լուրջ բաներ, մեզ ուղղություն ցույց տար նստել գրեթե մենք ոնց պետք է անենք, քան իր քնեսետը որոշեց։ Ասենք այսօր չգիտեմ 22-25 երկիր է ճանաչել, վաղ եղավ 35 երկիր, 45 երկիր, ներառյալ Թուրքիան։ Հասկանում եք, սա ցավը գիտեք որն է, որ պետական հանցագործությունը իջեցվել է բարոյականության մակարդակին։ Սա բարոյականության հարց չի։ Սա հանցագործության հարց է, հետևաբար հանցագործության հետևանքների վերացման խնդիր կլինի։ Հասկանում եք, իսկ եթե մենք ճիշտ բարոյականության հարց, արդեն բարոյականությունը բերում է ներողության կներեսի տարբերակով հարցը փակվելու, այդ ձև չի։ Այո։ Մասնեք եթե դատարանը ընդունեց իրավարարվիչի եղավ ու հաստատեց։ Դրանից հետո մենք մի հատ ավելի լուրջ հարցի առաջ ենք կայանում, որովհետև արդեն դե կա քրուկ եւ ցույց ժողովուրդ չարամիջան Հայաստանում ազգային ինքնորոշման խնդիրն է առաջ գալու քրեակցությունը լինելու, էլի այդտեղ ոնց որ փակուղ ենք մտնել։ Հարց առանցում է այդ հարցին, ասա։ Ենթադրենք այդ ամենը եղել է, ելել է այն բանը, որ դի այդ տարածքները տամ է։ Ինչքանով է Գերմանիային, Ֆրանսիային եւ մի քանի երկրների շահեկան, որ ինքը տնտեսական պարտներից զրկվի, ունենա պարապված Թուրքիա, ինչա թե Հայաստանը մենք ով ենք տալու կամ Բայց ինչա ինքը տնտեսական պարտներից զրկվում։ Այսինքն մենք Գերմանիայի, Ֆրանսիայի բիզնես չենք անելու։ Դե կան, բայց կոնկրետ բազաներ ունի Թուրքիան դրա։ Ով։ Գերմանիան։ Գերմանիան բազա չունի։ Մի Ամենքը չենք թշնամանում, կարող է մենք գերմանացիների կամ ֆրանսիացիների թշնամենք կամ ասում ենք, որ չէ մենք ձեր հետ թակառակը։ Արդյոք ինչքան հետևողական կլինի Եվրոպան, որ Թուրքիան հետևողը տա։
Չկան օպա ինքը հետևողական լինելու, որտեղ Եվրոպայի հետևողականությունը կախված է մեր հետևողականությունից։ Պաշտպանիր քո շահերը, որովհետեւ պաշտպանեն քո շահերը։ Դա պարզից պարզ է։ Երբ որ Ղարաբաղում մենք չենք կռվում, փախչում էինք, ոչ ոք մեզ չէր օգնում։ Երբ որ սկսեցին կռվել եւ ադրբեջանցիներին ջարդել, ռուսները սկսեցին մեզ զենք տալ։ Օգնում են միայն ով արժանի է օգնության։ Դա բնական բան է, որովհետեւ եթե դու քո համար չես կռվում, քեզ չեն կարող օգնել, այդ հին բան է։ Երբ անձի վերաբերյալն են ասում, այսինքն դուք եք ձեր կյանքում, եթե դուք ձեզ չօգնեք, ձեր չուզենաք ինքներդ խնդիրները լուծեք, ձեր ծնողների, բարեկամների, չգիտեմ, դասախոսների օգնությունը արդյոք չի տա, առաջին դուք ձեզ պետք է օգնեք։ Երկիրն էլ այդ ձև է։ Դուք ձեզ պետք է, այսինքն տեր կանգնեք, ոնց որ ասած։ Ուրիշ ճար չկա։ Իսկ ինչ վերաբերում է տնտեսական մյուս շահերին, հակառակը։ Դուք կարաս հենց մի բան ունենալ արտոնյալ շահ տալ։ Իսկ ինչ վերաբերում է բնակչությանը, նայեք։ Ex injura non oritur ius, այսինքն օրենքի խախտումը չի ծնում իրավունք։ Այդ սկզբունքը գործեց Բալթյան երկրների պարագայում։ Բոլորը գիտեք, որ Բալթյան երկրներում կա մեծաքանակ ռուս բնակչություն, որոնք այսօրվա վիճակով քաղաքացիություն չունեն։ Բայց Եվրոպան իրաց չի ճնշում։ Ինչի չի ճնշում։ Մտածել եք երբևէ, եթե վերանանք են կլիշեից քաղաքագիտական, որ երկերեսանյա Եվրոպան վատնա բան, բայց ինչի չի ճնշում։ Շատ բարձ պատճառով, որտեղ ռուսները հայտնվել են այդ տարածքում միջազգային իրավունքի խախտումի պատճառով, տեղի է ունեցել այդ երկրների օկուպացիա եւ անեքսիա սովետի կողմից, որի հետևանքով այդ մարդիկ հայտնվել են այդտեղ։ Հիմա քանի որ այդ մարդիկ մեղավոր չեն, իրանց չեն արտաքսում, բայց նաեւ իրավունք չի ծնում իրանց այդ գոյություն։ Իրանց տվել են ոնց որ ասած կեցության վկայական, բայց ոչ քաղաքացիություն ընտրվելու։ Հիմա թուրքերի եւ քրդերի արկայությունը Հայաստանում, որտեղ դա Հայաստան, արևմտյան Հայաստան չի, դա մեկ միասին հետևանքը հանցագործության, այդ թվում նաեւ ցեղասպանության հանցագործության։ Այս դեպքում արդեն բնակչությունը միատարր է այդտեղ։ 90%-ով կարելի ասել թուրքերը քուրդ են ապրում։ Հա, 100%-ով ձեզ ինչ է խանգարում։ Թող ապրեն։ Մեզ, նայեք, մեզ շուկա պետք է, չէ՞։ մեծամասնություն կրնեն։ Թող ընեն։ Բայց ինչի՞ հետո կրոն։ Եթե քաղաքացիություն, եթե ինքը չի մասնակցում, նայեք, եթե ինքը չի մասնակցում քվեարկությանը, ինքը չի մասնակցում պետական իշխանության ձևավորմանը, ուզում է մեծամասնությունը, ուզում է փոքրամասնություն, հարցը չկա։ Ինքը մնում է որպես Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, դրա ավելի մանրամասները հայցակարգի մեջ գրած կա։ Ապրում այդտեղ, ոչ միայն շարունակում է ապրել։ Հələ ինքը մի բան վարձավճար է գրամարություն։ Դա ուրիշ իրարես։ Հիմա ես պատասխանեմ, հիմա եկեք հարցին մոտենանք այսպես։ Մենք կարիք ունենք շուկայի, որ այսինքն ծախենք մեր արտադրանքը, որը հաստատ չեն կարող։ Իհարկե կարիք ունենք։ Այդ 6.5 միլիոն քուրդ թուրքը մեզ համար շատ լավ շուկա է։ Այս մոտ մենք կարող ենք, հա, որովհետև եկեք իրատեսական նայենք, այսինքն մենք չգիտեմ ինչ ենք արտադրում, դժվարանում ենք ասել։ Հաստատ չեն կարա ծախել, չէ՞։ Հաստատ չեն կարա ծախել։ Բայց այդտեղ կարողանանք ծախել։ Եկեք հարցին սենց մոտենանք։ Լուծումը ոչ թե ծայրահեղությունների մեջ է, որ մենք վերցնում ենք այդ հողերը, քրդերին ու թուրքերին կոտորում ենք կամ դուրս ենք հանում եւ լիարժեքորեն հաստատում ենք մեր սուվերենիտետ ինքնիշխանությունը, ոչ էլ մյուս ծայրահեղության մեջ է, որը մենք ոչինչ չունենք։ Այլ որտեղ դրա միջին տեղն է, որ դե յուրե հայկական Հայաստանի Հանրապետության իշխանությունը այդտեղ մեզ հնարավորություն է տալիս որոշակի իրավունքներ ամրագրել։ Լինի դա սպառման շուկա մեզ համար, լինի դա հումքային շուկա, լինի դա էժան աշխատուժի շուկա, լինի դա որպես ապառազմականական տարածք, որը մեզ Թուրքիայի ուղղակի հարձակումից կպաշտպանի եւ այլն։ Դա անում ես երկկողմ փաստաթղթի հիման վրա, որին մասնակցում են մի քանի երաշխավոր երկրներ, որոնք հենց մաս են կազմել, ասենք իրավարար մեջրին։ Դա մեծ բանակցության հարց է։ Այ ոնց որ ասոցիացիան համաձայնագիրն էր 1400 արդեն ժամը 9-ն է։ Դա էլ կարելի է 1400 դա 2 էջանոց բան չի լինելու, որտեղ ամեն ինչ պետք է քննարկվի, որ օրինակի համար ջրային ենթադրենք ռեսուրսները, Եփրատ գետի,
Այսինքն ոնց է բնակչության որ տոկոսի ինչքանն է օգտագործում, ինչքան ջուրը գնում է տեղային իշխան, տեղական իշխանության տնօրինման, ինչքանը մնում է պետության տնօրինման, ինչպես կարող է, չգիտեմ, որսը, հողը, անտառը ոնց են օգտագործում։ Դրա համար էլ մասնագիտություններ կան, մարդիկ կա նստեն բաներ, բայց ստեղ ամեն ինչ առաջ ընկել չենք իջնում։ Եթե հիշում եք, ես տարբեր առիթներով ասեցի, որ առաջնայինը ինքնին հարցի, ոնց ասած, բարձրացնում է։ Դու պետք է կարողանաս համաշխարհային գիտակցության մեջ եւ իրավական դաշտում ֆիքսես, որ կա նման հարց։ Այսինքն հայ-թուրքական հարաբերությունների մեջ ոչ թե ցեղասպանության ճանաչման հարցն է առաջնային, այլ Հայաստանի Հանրապետության տարածքի դեօկուպացիայի հարցն է։ Այս էլ շատ կարևոր հարց է, որտեղ երբ որ ինձ երբևէ նույն թուրքերը ասում են, որ բայց Հայաստանը հողային պահանջներ ունի Թուրքիայից, ասում եմ չէ։ Մենք որևէ հողային պահանջ չունենք Թուրքիայից։ Մեր պահանջն է, որպեսզի Թուրքիան վերադարձնի Հայաստանի Հանրապետության հողերը։ Մենք այս իմ պատկերացման մեջ այն գծից ենք, ես մի քիչ չեմ ուզում հող։ Դա այո, դա պատմական Հայաստան է, ես հասկանում եմ, բայց իրավական առումով ինձ տրված է այս սահմանները։ Ես ասում եմ, այն ինչ որ իմն է, ինձ տու։ Այն ինչ որ իմն է, ինձ տու, եթե Թուրքիայից հող ուզել չի, դա Թուրքիա չի։ Թուրքիայից հող չկա դու Թուրքիայից, երբ որ ես ուզեմ Ստամբուլը, այդ ժամանակ ուժ ես չեմ ուզում Ստամբուլը, բայց ասում եմ Վանն ու Էրզրումն իմն է։ Ինչի հիման վրա է ձերը, որ ռազմական ուժի, միջազգային իրավունքը հստակ է, ռազմական, ասենք, օկուպացիան չի ծնում իրավունք, բարձ օրինակ բերեմ, խոսում ենք Բալտիկայի մասին, 1945 թվականից, 40 թվականից մինչև 91 թվական այդ երկրները օկուպացված էին սովետական միության կողմից, չէ, 50 տարի, ինչ եղավ, դառավ սովետական միություն, չէ, չդարձավ սովետական միություն, եւ ավելի երկար բաներ կան, լուսայինքի պրոսվերսն որ ավելի կարճ է, մենք այդ ուսումնասիրության հարցերից մեկն էլ դա է, օրինակ համար դիմենք միջազգային հարաբերությունների մեջ վեճեր, որոնք 200 տարի են տևել, 300 տարի են տևել, ոնց են լուծվել օրինակները պետք է բերել, որ տեսեք, այս տարածքային վեճը, մանազան ասեմ, այդ ամեն հարցը շատ անհրաժեշտ է, որտեղ ես առիթ ունեցել եմ ասելու, որ միջազգային իրավունքի հիմնական երկու աղբյուրները մեկ է, դա ոնց տեսական աղբյուրներ են, պայմանագրեր, կոնվենցիաներ, թղթային բանն է, մյուսը պրակտիկան է, պրակտիկան շատ կարևոր է, այդ սովորութային իրավունքի նման է, չէ, կյանքում էլ է այդ ձև, որ այս բանը խիստ են ցարեց տարբերակն է, տենց է, երբ որ մի բան անում են բոլոր պետությունները, քեզ չեն կարող ասեն, որ այն ժամանակ այդ ձև է լուծվել, դա ստեղծում է որոշակի նախադեպ եւ իրավունքներ, այդ բանով է, դե լավ, ինձ թվում արդեն ժամը 9 է, ես մենակ մի բան չհասկացա, պարոն Պապյան, նշանակում է իվարկյան, այդ հողերը տարածեն Հայաստանում, բայց հրդերը մնում են Թուրքիայի քաղաքացի։ Հա, բայց չի մնում։ Դե լավ, այդ կարակ քննարկենք, եկեք այդ մանավանդ հետո որ բայց հարցը հետեւյալն է, ուրիշ ինչ լուծում կա։ Ռեալ ինչ լուծում։ Չէ, եթե դու իրաց մտցնես որպես ընդունես Հայաստանի քաղաքացի, իրանք հաջորդ իսկությունների ժամանակ ընտրություն կանեն, կընտրեն քուրդ նախագահ, քուրդ վարչապետ եւ Հայաստանը դառնա քուրդը։ Հայերը դարձան ազգային Ասա։ Թուրքիան, եթե մենք հետ ենք ասում տարածները, այսինքն Թուրքիան վերստեցա բարձրակալության ուղարկի տարիների ընթացքում։ Դե նայած ոնց կհամաձայնվես։ Օրինակ, երբ որ ես Ալֆրեդ Դեզայս ինքը շատ հայտնի շվեյցարացի իրավաբան է, խոսում էի գույքի վերաբերյալ, եկեղեցիների, որ ասի ես գույքը սենց տանք, ինքը ջահայնացավ, ասեց իրա, բա այդ 90 տարի այդ գույքի անօրինական օգտագործման վարձավճարը ով կտա։ Հա, այսինքն ոնց ասում են, հայերը վերցել ես օգտագործել է։ Ինքը շվեյցարացու տեսակետից ի տարբերություն հայերի, որ մենք միշտ մտածում ենք, չէ, չիմնի, մեզ կծեծեն, կջարդեն, ես կանեն, այլ շվեյցարացին տես չի մտածում։ Շվեյցարացին հատկապես իրավաբան մտածում է, որ օրենքը սենց է, հողը քոնն է, ինչ որ մեկը վերցել է օգտագործել, օրենքը օգտագործման փողն էլ պետք է տա։ Այդ համաձայնությունը դուստե բանուր է, ցուցակը ներկայացած արեք, հա, նայեք, ես կարամ երկար խոսամ, բայց դուք եք որ պիտի
տուն գնաք, հասկանում եք։ Եթե բացի տարածքները ստանալուց, նաև անվտանգության խորհրդի առջև բարձրացնենք ռազմական տրիբունալ ստեղծելու հարցը, որ քննի հենց ցեղասպանության հետևանքների վերացման հարցը ու նյութական պահանջների հարցը։ Չէ, դա ցեղասպանության հետ պետք չի կապել, որովհետև միևնույնն է, եթե դու նյութական պահանջ ես տնում, դու ամեն գույքի միավորի նկատմամբ պետք է կազմես համապատասխան իրավական հիմնավորում։ Եթե դու ունես այդ հիմնավորումը, ենթադրենք սա պատկանել է անհատ մարդու ընտանիքի կամ ինչ-որ հաստատության, ցեղասպանություն պետք չի, դու գնում ես արդեն դա եվրոպական դատարանի միջոցով ես անում։ Նայեք, ցեղասպանությունը ինքը շատ բարդ ապացուցելի հանցանք է։ Ես լինելով հա եւ այլն էսպան ասեմ ձեզ, ես վստահ չեմ անգամ, որ իրավական տեսակետից հնարավոր կլինի դատարանում բավարար չափով ապացուցել ցեղասպանության իրողությունը։ Որովհետև այստեղ այնքան վիճելի հարցեր կա, որտեղ այստեղ ինքնին փաստը չի կոտորացնել, եթե հիշեք, կոնվենցիան ասում է the intent to destroy in part or in whole, այսինքն մտադրությունը այս սա դու պետք է ապացուցես, ոչ թե փաստը, որ կոտորել են։ Կոտորել են, ոչ որ չի շղթում, և տեսեք ես որ թուրքերներ են, կոտորել են։ Սալոնիկի տվյալները չկան։ Արդյոք դա պետության կողմից է։ Կանանք մենք Հետո մտածված ցեղասպանությունը գիտե չէ։ Պետություններ արդեն այդ ինչ են անունները։ Ոչ դա կուսակցություն է։ Դու լպտիկ այս ամբողջ խնդիրը դու դատարանում կկարողանաս ապացուցել, որ կուսակցական որոշումը հավասար է եղել պետական որոշման։ Իսկ եթե կուսակցական գործիչը նաև համապատասխան պետական գործիչ է, այդ ոչինչ բան չի փոխել։ Այ գործիչը ուրիշ է, պետական որոշում եւ այլն, անգամ հрьяաները չեն գնում հոլոկոստը դատական ճանապարհը, որտեղ նայ իրողություններն ուրիշ է, իրավական իրողությունն ուրիշ է։ Իրավական իրողությունը կարան հենց ակնհայտ բան ապացուցեք, որ ապացուցման ենթակա չի, որ բան այդ շատ բարդ հարց է։ Իսկ ասենք օրինակ նամակներն ու հրահանգները որ կան, ինչ հրահանգ։ ասենք ասում են գաղտնի հրահանգներ, որոնք ուղարկվել են, ասենք ավելի 15-ին արդեն։ Ինչ հրահանգ, կոնկրետ։ Ասենք ջարդեր սրոմանը։ Հա, ջարդեր եղել են։ Բայց մտածված է։ Սրիկա, այս սրիկա բաները չինովնիկները գործելով ուլտրավիրես, հիմա ինչու այդ նայ, մի րոպե լսեք, ռազմական տրիբունալը 19 թվականի երբ որ եղավ, բուն նպատակը հենց դա է, թուրքերը մտադրի էր, ասեք են, դատենք, դատապարտենք, կախենք մի քանիսին, մեղադրենք, ասենք, որ իրանք են եղել, պետություն եւ երբ որ իրանք պաշտպանական բաները կարդակ, հենց Սևրում, երբ որ գնացին հունիսի 29-ի ելույթ ունեցան, նաեւ Լոզանում կա պաշտպանականը, նույն ոգով է արված։ Իրանք չեն շղթում, բայց մեղադրում են Իթիադին, մեղադրում են ինչ-որ մարդկանց խումբ, այսինքն միշտ խնդիրներ կա։ Երկու լուրջ խնդիր կա։ Նույնացնել Իթիադին պետության հետ եւ կարողանալ ապացուցել, որ եղել է պետական, հասկանալ այդ մտադրությունը կոտորելու բան, դա բարդ է։ Ես չեմ ասում որ բան է։ Եվ այդտեղ իսկապես, քանի որ հստակ ձևակերպումներ չկան, նայեք, ցեղասպանությունը մի քիչ բարդ հանցագործություն է, այլ այսինքն բազմատար հանցագործություն է, ասենք իր մեջ կոտորած է, բռնաբարություն է, թալան է, այդպի աղացես։ Այդ լուրը եղել է, ինչ աղացեսը, Ես կարող եմ վերեմ առնվազն մի բաժան էսա, ես կարող եմ վերեմ առնվազն թուրք 100 վկա, որոնք մանրամասն կպատմեն, որ հայերը, այսօր են իրանք, որ հայերը շատ ավելի թուրք են կոտորել եւ շատ ավելի դաժան են եւ այլն։ Ես այս հարցի վերաբերել եմ ասում, որտեղ անընդհատ սա շարունակվի, նույն այդ դատավարության ժամանակ Սողոմոն Թեհլերյանին, այդ պահը կա, երբ որ պիտի ավելի մեծ արխիվներ բացվեին, չթողեցին արդեն, չթողեցին, հենց այս նույն հարցն է, ես էլ դա եմ ուզում ասել, որ կան դեռևս, եւ իրոք լիովին կիսում են, որ անհնար, շատ բարդ հարց է դա, բայց որ անհնար է չեմ կարծում, ուղղակի այստեղ արդեն ինչ-որ գաղտնի համաձայնության մի պահ կա, եթե արխիվները բացվեն, ասածս դա էր։ Չէ, եթե արխիվները բացվեն, համաձայն եմ, կարող է 1000 օրինակին բերվի եւս ուրիշ 1000 օրինակ, բայց արդյոք դա բավարար կլինի, որպեսզի այդ բայց դե ուրիշ խնդիր է գալիս։ Նպատակահարմարության հարցը։
Ինչ ենք մենք ուզում դատական ճանապարհով հասնել։ Եթե գույքի հետ ստացվում է, ապա ավելի հեշտ է առանց դրա գնալ գույքի հետ պանջում հարցը։ Եթե հողային հարց է, շատ ավելի հեշտ է 36-րդ հոդվածի երկրորդ մասով ապացուցել, որ X փաստաթուղթ է, այսինքն իրավարար վճիռ ուժի մեջ է, որտեղ այնտեղ մեկնաբանության կան լայն հնարավորություն չկա։ Կա կոնվենցիայի կա փաստաթուղթ եւ այլն, այսինքն ավելի հեշտ է ապացուցել Ուիլսոնյան իրավարար վճռի վավերական լինելը, քան ապացուցել հայկական ցեղասպանության եղելությունը։ Ինչ ենք մենք ուզում այսպես ասցերով ձախ ականջ բռնել եւ այլն։ Կա ուղիղ ճանապարհ։ Ցեղասպանություն ճանաչման process-ը իմ կարծիքով ինչ որ մեզ պետք է տվել է։ Դա ավելի քաղաքական հարցեր, դա ավելի իրազեկման հարցեր, ինչ որ դա նաև Սփյուռքի միավորման հարցեր, մի մոռացեք, որ Սփյուռքի համար դա բան էր, նաև ազգային ինքնության հարցեր։ Սովետական տարիներին նույն ցեղասպանության հարցը Հայաստանում ահագին այսպես օգնել է ազգային որոշակի զգացումներ պահելու համար։ Այդ նույն բանը։ Եթե թույլ կտակ, ինձ թվում է կարևոր մի հարց է, գալով հենց դրան, որ սա շատ ավելի միգուցե իմաստ ունի սրա վրա կենտրոնալ, քան թե ցեղասպանությունը փորձել ապացուցել։ Գալով դրան մի երկու խոսքով, հա, ինձ թվում է կարևոր է նաև հավաքվածներից համար, այդ որ իդեան արժե զրկվում է, հենց այդ նույն Արեմիցյան ՀԿ-ներ բացելով միջազգային մակարդակով, մի երկու խոսքով, հա, խնդրում եմ ամփոփեք, դրա վտանգները որն են։ Նայեք, ամեն մի մեծ գաղափար, բացի նվիրյալներից, իր շուրջը համախմբվում նաև որոշակի շարլատանների, որոշակի նյութապաշտ մարդկանց, այդ կա ամեն տեղը, հայերը ավելի լավ կամ վատը չեն, այսինքն այդ կա, եւ վստահ եք ես նույն ցեղասպանության ճանաչման մեջ է։ Մի կարծեք բոլորը որ նույն Սփյուռքում պայքարում են եւ այլն, ես այնքան վատ բաներ կարամ պատմել։ Ինչքան փողեր են կերել, ինչքան փողեր են հավաքել, զանազան ծրագրերի համար առեթրել են, խաբել են, պատվերները տվել են, այսինքն նույն ապրիլ 24-ի համար թռուցիկներ տպեն։ Մեզ դեր նույն դեր ասենք $80 միից քանի փող են վերցրել, այսինքն ծանոթին պատ, այդ եղել է եւ կլինի, այդ միշտ էլ ոնց որ ասած այդ բաները կա, բայց դեռ ուղղակի խնդիրն է որ ցեղասպանության հարցը նուրբ հարց է եւ սուրբ հարց է, ասենց ասենք, էլի, դա ցավագին հարց է։ Բայց եթե ցեղասպանության ժամանակ մեր կորուստը բարոյական է, այս ինչից են վախենում այս հարցը որ շատ կփչացնեն, որտեղ մարդիկ կան, այս հայտարարում է, ես ասում եմ դիմել եմ բան, ՄԱԿ-ի դատարանին արդեն այս հարցը պետք է քննարկեն Ուիլսոնյան բան, ուստի լսում են, առանց դրա պրոբլեմ չի կարա։ Դե ՄԱԿ-ի դատարանը միջպետական դատարան, անձը չկա։ Բայց խոսքը ուզում ասեմ, կարող է լրիվ փչացնել, այն Սուտլիկ Որսկանի պատմությունը կլինի, հասկանաս մի քանիսը կարան այնքան սուտ բաներ ասեն, երբ որ իրական ժամանակը գա, արդեն այդ գաղափարը վարկաբեկված լինի։ Դրա համար այս ամբողջը բաներ ունի, էլի, այստեղ պրոֆեսիոնալիզմի կարիք կա, ասենց ասենք, էլի, սա արդեն պայքարը մասսայական պայքարից պիտի տեղափոխվի պրոֆեսիոնալ դաշտ, հետևողական եւ այլն։ Դե լավ, որպեսզի այսպես, ովքեր որ ուզում են թող գնան, հնարավորություն տան, ովքեր որ ուզում են պատրաստ են մնալ, կարող են մնալ, մենք շարունակենք, բայց հնարավորություն տանք, ովքեր ուզում են գնալ, թող գնան։ Մեր հարցերին պատասխանեք, բանայք ընդեղ գրեք գցեք,